Ուրեմն սայի կաշառով կիսվեմ արդեն ձեզ հետ, լավ, որ միանգամից այդպես տեսանելի լինի։ Բոլորին երևում է, կներեք։ Այո, գերեվի միան պիտի խնդրեմ անոնք, որոնք չեն խոսիր արդեն, եթե կարելի է անչադեք ձեր խոսափողը կամ ցայնը, հեռացանի ցայնը։ Շնորհակալ եմ։ Սկսենք ուրեմն։ Քանի որ արդեն ներկայացրեցին իմ մասնագիտությունը եւ իմ գործունեությունը, ես դրան չանդրադառնամ, այլևս որովհետեւ համապարփակ ներկայացվեց։ Այս պահին մասնավորապես իմ գործունեությունը հայկական տարազի, հայկական զարդանախշերի եւ դրանց պահպանությունն է, տարածումը եւ դրանց մասին անընդհատ խոսելը, որովհետեւ ես կարեւոր եմ համարում հայկական մշակույթի մեջ հայկական տարազի դեմքով եւ դիմագծով ճանաչելը եւ դրա մասին բոլորին պատմելը, որովհետեւ մեր տարազը պարզապես հագուստ չէ, այն պատմություն է, որի մեջ կա ամբողջ հայի պատմություն։ Հետևաբար այսօր մենք ուսումնասիրելու ենք հայկական տարազ, բարձր հայքի տարազախումբ 19-ից 20-րդ դարեր։ Այսպես եմ վերնագրել մեր ուրեմն դասընթացի թեման։ Դասընթացի մասին, սա իմ մասին արդեն ներկայացրեց փոքրիկ այսպես ուղակի անդրադարձ։ Այն հաղորդաշարերը, որոնք դուք կարող եք տեսնել YouTube-յան հարթակում, կարող եք այս հատվածը ֆոտո անել։ Բոլոր հաղորդաշարերը իմ հեղինակային հաղորդաշարերն են։ Տարազ հայոց մեջը հայկական տարազների մասին ամբողջական ներկայացում է ըստ տարազախմբերի, որտեղ 8 տարազախումբ կա եւ ներկայացված են հայկական թանգարանների ցուցադրության նմուշներով։ Այնտեղ բուտաֆորիկ ոչինչ կա, ամեն ինչ իրական տարազներով են եւ շատ գեղեցիկ հաղորդաշար է գիտական հենքով ստացված։ Հայոց լեռների համը ազգային խոհանոցի մասին հաղորդաշար է, երկրորդը էթիկետից պրոտոկոլը դա ոդքասթերի շարք է, որտեղ կարող եք տեսնել հին հայկական ավանդույթների եւ նոր ժամանակակից էթիկետի միքսը, թե ինչպես են իրենք երկուսը միասին ձուլվել։ Պար ավետյաց հաղորդաշարը իրենից ներկայացնում է հայկական պարերի եւ երգերի ամբողջական, այսպես ասած, բազա, որտեղ ազգագրական խմբերը պարում ներկայացնում են, իսկ մասնագետները վերլուծում են պարը, երգը եւ իրենց բեմական հագուստը։ Հաջորդը Էրգրի համը, այսպես է կոչվում, խոհանոցային հաղորդաշար է, հայտնի Հայաստանի տարբեր մասնագետներ հրավիրված են եղել իմ հյուր եւ այնտեղ մենք միասին պատրաստել ենք իրենց արմատներից ելնելով, ասենք հյուրի արմատները Վանից էր, մենք Վանի յուրահատուկ ճաշատեսակներ էինք պատրաստում եւ գնում էինք դեպի իր արմատներ։ Իր կարգախոսը հետևյալն էր. քայլենք արմատների հետքերով եւ մենք 69 հոգու հետ քայլել ենք իր արմատների հետքերով բոլոր հաղորդաշարերը եւ բոլոր բաղադրատոմսերը դուք կարող եք գտնել YouTube-յան հարթակում իդեպ ուզում եմ մի ուրախ լուրով կիսվել նաեւ ձեզ հետ առաջիկայում կլինի հայկական խոհանոցի եւ հայկական տարազի մասի վերաբերյալ գիրք ամբողջ հայկական լեռնաշխարհից իմ հրատարակությամբ է լինելու իմ հեղինակային աշխատանքը այնպես որ իմ էջում Facebook-յան եւ Instagram-յան կարող եք հետեւել այնտեղ հղումը կդրվի, երբ որ արդեն կլինի պատրաստ գիրքը, նաև կարող եք իրեն ձեռք բերել։ Անցնենք հաջորդիվ։ Քանի որ ես խոսելու եմ հայկական տարազի ընդհանուր պատմության մասին, ես պետք է անդրադառնամ այն տարազանմուշներին, որոնք պահպանվել են հայկական իրականության մեջ։ Չէ՞ որ դրանք իրականում կան շոշափելի բնույթով իրեր առարկաներ եւ գոյություն ունեն առարկաներ, որոնց մասին պարզապես մենք ունենք վավերագիր նյութ պարզապես գրված, հա, բանավոր, փոխանցված կամ այլ տարբերակով։ Ուրեմն, որպես այդպիսին հայկական իրականության մեջ ամենահին տարազանմուշը դա 5000-ամյա տրեխն է, որը գտնվել է Վայոց ձորի մարզում Արենի քարանձավում, թռչունների քարանձավ են տեղացիները ասում կամ Արենի 1 քարանձավ։ 5000-ամյա այս կոշիկը տրեխը պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում, իդեպ ասեմ, որ հատուկ ջերմաստիճանային պայմաններում է պահպանվում, որովհետև այն բնական կաշվից է եւ պատկերացրեք, որ բնական կաշին սովորական պայմաններում կարող է ուրեմն պահպանվել մոտավորապես 50-ից ասենք 80 տարի, ոչ ավել, որովհետև քայքայվում է բնական նյութ է, հետևաբար 5000 տարի պատկերացրեք պահպանվել է։ Ինչպես է եղել, որ այս նմուշը պահպանվել է եւ մասնավորապես քարանձավում եղել է
բավական միջին ջերմաստիճան, այսինքն չի փոփոխվել ջերմաստիճանը ընդհանրապես, եւ այս ջերմաստիճանի փոփոխելիությունը նպաստել է նրան, որ կոշիկը մշտական մնա միևնույն ջերմաստիճանում։ Հետո վրան եղել է գոմաղբ կենդանիների, այսինքն կղանք է լցված եղել, որը վակուում տարածք է ստեղծել եւ օդի չթափանցելիությունը այս դեպքում օգնել է, որպեսզի քայքայման գործընթացը կամ շատ թույլ թեթև ընթանա, կամ էլ ընդհանրապես այսպես կանգնի, հա, սառեց վիճակը տավոր ասված։ Եվ վրան մի աման է կավիճ շուռ եկած եղել, որը ամբողջովին հերմետիկացրել է մեր աշխարից եւ պահպանել է 5000 տարի։ Իհարկե վերջերս գտան այդ կոշիկը պեղումների ժամանակ ամբողջ հայկական ամբողջ աշխարհում այս պահին միակ հին կոշիկի նմուշը, որ գտնվել է, այն պահպանվում է Հայաստանում, որը կրկին այլ ասեմ 5000 տարեկան է թվագրված հատուկ հետազոտության միջոցով կարողանում են որոշել տարիքը եւ ճշգրտորեն ասել թե քանի տարեկան է նմուշը։ Սա հպարտության մի առիթ է եւ ամենահին տարազանմուշներից մեկը, որովհետեւ տարազը ոչ միայն հագուստն է, վերնազգեստը եւ այլն, այլ նաեւ կոշիկը, ագանելիք համակարգը, որին այլ կերպ մենք ասում ենք, որի մեջ մտնում է տրեխը, գուլպաները, սռնապանները եւ այն համակարգը, որը վերաբերում է ընդհանրապես ոտքին։ Հաջորդը ես ուզում եմ ձեզ ցույց տալ ուրեմն մի տարբերակ, որտեղ դուք տեսնում եք խսիր գործված, սա կրկին Արենի քարանձավից է գտնված, խսիրը դա ուրեմն ծղոտից են գործում եւ մասնավորապես ծառայում էր որպես հատակին փռելու գորգի նախատիպ կարելի է իրեն համարել, հա, եւ ինքը պատրաստում էր ծղոտից։ Հետաքրքիր է հյուսքենությունը, ես ինչու եմ դրել կտորեղենի եւ տարազների հետ միասին, որովհետեւ նույն հյուսքեն տարբերակով կարելի է նաև ստանալ տեքստիլ մշակույթ, այսինքն այնքան զարգացած են եղել, որ կարողացել են միևնույն ժամանակ պատրաստել նմանատիպ ծղոտ։ Իդեպ Պեղման արշավախմբի ղեկավարներից մեկը իմ դասախոսն է եղել, պարոն Բորիսը Գասպարյան, եւ ասում էր, որ իրենք փորձել են այս նույն խսիրի գործված կտալ խսիրագործներին, իրենք չեն կարողացել վերարտադրել։ Այսինքն այն մշակույթը, որը եղել է մեզանից առաջ, ավելի գերհագեցած է եղել, քան մենք ունենք այսօր։ Անդրադառնամ ըստ դարաշրջանների փորձում ենք գալ դեպի 19-րդ դար, հա։ Երկրորդ հագուստը, որի մասին կուզենամ ձեզ ներկայացնել, դա մանկական վերնազգեստ է, որը կրկին Հայաստանի պատմության թանգանում է պահվում 12-ից 13-րդ դարեր թվագրվող աղջնակի հագուստ է։ Այն ամբողջովին պատրաստված է իրականում մետաքսից եւ գտնվել է Տիգրան Հոնենցի, մեծահարուստ Տիգրան Հոնենցի դամբարանից եւ բավական հետաքրքիր աշխատանք է, հատկապես փոքրահասակ փոքրամարմին 5-ից 6 տարեկան աղջնակի հագուստ, որը ամբողջովին ոսկեթելով եւ մետաքսի համադրությամբ հագուստ է իրենից ներկայացնում եւ դա ցույց է տալիս իրականում, որ բավական զարգացված ձեռագործ աշխատանքի են տիրապետել հայերը ըստ ժամանակաշրջաններից ելնելով։ Քանի որ ընդհանրապես տեքստիլը այնպիսի նյութ է, որը երկար ժամանակ չի դիմանում, հա, եւ չի կարող պահպանվել, բայց ինչ-ինչ պայմաններում, ինչ-ինչ բնական կոնսերվացիայի պահպանման արդյունքներում մենք որոշակի տարեր կարողացել ենք ձեռք բերել եւ այժմ կարողանում ենք պահպանել։ Գանք դեպի 13-14-րդ դար, որտեղ կտեսնենք Կիլիկյան Հայաստանից պահպանված շատ գեղեցիկ մի հագուստ։ Այս հագուստի կարևորությունը նաև որ հագուստի վրա կա արձանագրություն թողնված, այս արձանագրությունը կա ուրեմն վզի այս պարանոցի հետևում է գրված ռենկեյե, որը թվակիր արձանագրություն է, ուղղակի տառաթվային տարբերակով այստեղ մեկնաբանված, եւ ամենակարևորը, որը գրված է հիշյազ վախճանը քո եւ հավիտյան ոչ մեղան չես ցե, այսինքն հիշիր, որ դու մի օր վախճանվելու ես, մահանալու ես եւ մեղք մի գործիր։ Սա կարծես մի կարգախոս էր, որը հագուստի վրա ասեղնագործ պարտադրում էր կրողին միշտ հիշել դրա մասին եւ մեղքերից զատ մնալ։ Տեսեք, արդեն սկսում ենք հագուստի մասին խոսել, որ ոչ միայն այն հագուստ է, այլ նաև պատմություն, դոգմա եւ պարտադրանք կրողի նկատմամբ անձիպաշտպանության եւ նրա գործերի մաքուր լինելու հետ կապված։ Եթե հարց ունեք այսքանի հետ կապված, խնդրեմ լսեմ եւ անցնեմ առաջ։ Չկա, ամեն ինչ հասկանալի է։ Հարցումը, եթե կարելի է, Իհարկե։ միայն այդ ժամանակաշրջանին էր հadoop այդ
բիսի արձանագրություն, թե կան նման արձանագրություններ այլ ժամանակաշրջաններում, որ հայտնաբերված կրնան լալ։ Շնորհակալություն հարցի համար։ Ուրեմն մենք ինչու ժամանակաշրջանների հետ կապված արձանագրություններից չենք կարող հստակ ասել, որովհետև հին ժամանակներից պահպանված տարազային նմուշները դրանք մեզ հասել են ոչ թե նյութական տեսանկյունից շոշափելի առարկայական, այլ իրենք մեզ հասել են եկեղեցիների վրա կատարված բարձրաքանդակներով, որմնաքանդակներով, ձեռագիր մատյանների մեջ նկարչությամբ եւ այլն, մանրանկարչությամբ, որոնց նյութական փոխանցելիության տարբերակում մենք կարող ենք տեսնել վրան օրինակ գրություններ, բայց փաստել, որ դա տարազի վրա ասեղնագործ եղել կամ գրություն է եղել, միանշանակ մենք չենք կարող հին դարերի մասին է խոսքը, երբ որ չի պահպանվել։ Քանի որ սա պահպանվել է, փաստացիորեն մենք ունենք։ Մենք արձանագիր գրություններ շատ ունենք, հատկապես գորգերի, կարպետների վրա։ Հայկական մշակույթում այդ ընծայագիր, մակագիր գրությունները շատ բնորոշ են եւ մասնավորապես այսօր նաեւ ձեզ ցույց կտամ մի կնոջ գոտի, որը բարձր հայկին է բնորոշ, որը կրկին ընծայագիր, մակագիր գոտի է իրենից ներկայացնում։ Քիչ հետո դրա մասին խոսելու եմ, արդեն դա գալիս ենք 18-19-րդ դարեր։ Այսինքն այդ ավանդույթը չի փոփոխվել եւ այդպես փոխանցվել է մինչ օրս, այսինքն գրել, փոխանցել տեղեկատվություն հագուստի միջոցով։ Հիմա ամենակարևոր մի հարցի անդրադառնամ, որը Սփյուռքում եւ Հայաստանում բավական դժվար, այսպես ասած, հարց է։ Այնինչ դու տեսնում ես, այն այդպես չէ։ Հաճախ մենք տեսնում ենք, ասեք։ Ես էլ էի ուզում հարց տամ մի հատ խսիրի հետ կապված, Այո։ քանի որ նախորդ սլայդի մեջ է։ Ուզում էի հարցնեմ, քանի որ ասացիք, որ էլի փորձել են recreate անել այդ խսիրը, բայց չեն կարողացել։ Եվ այն ժամանակվա ասենք մարդիկը ավելի հարաճած էին գրնալել, այսինքն այն ժամանակ ուրիշ մեքենաներով են արել կամ ցերկով են արել կամ ինչպես, այսինքն այն ժամանակ կարողացել են արել, իսկ հիմա չեն կարողանում էլի նույնը սարքենք։ Տեսեք, այստեղ կարևոր է հատկապես գտնել այն փաստը, որ կան գործիքներ, որոնք գտնվել են դրա հետ, չգիտեմ, ասեղներ, տարբեր գործիքներ, որոնց միջոցով կարելի է գործել, բայց փաստել, թե ինչպես են իրենք գործել եւ ինչ տարբերակով մենք չենք կարող, որովհետեւ ժամանակաշրջանը այնքան վաղ է, որտեղ գրավոր աղբյուրներ, վավերագիր փաստեր եւ այլն մեզ չի փոխանցվել պարզապես, թե ինչպես կարող էին անել այդ հանգույցները։ Այստեղ կարևոր է ոչ թե ուղղակի այն փաստը, որ չեն կարողանում վերականգնել, կարևոր է հանգույցների ճիշտ համակցման տարբերակը, այսինքն միևնույն ժամանակ իրենք կարող են համադրություն անել, բայց գործվածքի սկզբունքը, ինչպես որ օրինակ հայկական գորգն է կրկնակ հանգույցով աշխարհին հայտնի, հա, որովհետև մենք գիտենք, եթե հայկական գորգ է, ուրեմն հայկական գորգը պարտադիր լինում է կրկնակ հանգույցով։ Օրինակ պարսկականը 1.5 հանգույցն է եւ այդպես շարունակ տարբերակով։ Հետաբար նույն այս դեպքում հյուսքելու տեխնիկայի պահպանվածությունն է։ Եթե տեխնիկան չի պահպանվել, պարզապես սա վերականգնելու պետք է ջանք դնել, ներդնել, միգուցե օրից մի օր ինչ-որ մեկը կարողանա կրկին վերականգնել։ Okay, merci։ Խնդրեմ։ Ուրեմն այստեղ կարևոր մի փաստի անդրադառնամ, որ Հայաստանում եւ Սփյուռքում բավական տարածված է եւ Հայաստանից է գնում այդ կտորները, խոսքը այս կտորների մասին են։ Այս կտորները հայկական իրականության հետ որևիցե աղերս եւ կապ չունեն։ Սրանք հայկական կտորներ չեն։ Հիմա միգուցե ինչ-որ մարդիկ ընդդիմանան եւ ասեն, բայց այստեղ հայկական նախշեր են եւ այլն եւ այլն։ Հիմա բացատրեմ, թե ինչու դրանք կապ չունեն հայկական իրականության հետ։ Տեսեք, ես Վահեն եմ, հասարակ օրինակով եմ միշտ սա բերում։ Դուք ինձ արտաքնապես արդեն ճանաչեցիք, որ ես Վահեն եմ։ Երբ որ իմ ընկերները ինձ ոչ միայն արտաքնապես գիտեն, այլ նաև գիտեն իմ հոգին, իմ ապրելակերպը եւ իմ խոսքը ձևավորված ինչպիսին է։ Ես ամբողջանում եմ ոչ թե արտաքինով որպես Վահե, այլ նաև իմ հոգին ամբողջ կացութաձևը եւ ես ինքս ամբողջությամբ։ Ճիշտ է, իմ անձը այդպես է պայմանավորվում։ Հիմա այս կտորների մեջ կա հայկական գորգերից եւ կարպետներից վերցված զարդանախշեր, որոնց գույնը եւ կոմպոզիցիան ամբողջովին աղավաղված է։ Այսինքն հայկական էթնիկ նախշերը կորցրել են իրենց հայկական էթնիկությունը, որովհետեւ եթե ինձանից հանեն իմ հոգին, ես այլևս Վահե չեմ լինի։ Ես կլինեմ միայն կաղապարով Վահե։
Այս զարդանախշերի հետ էսպես են արել, հա։ Քանի որ այս կտորները արտադրվում են Թուրքիայում, իրենք հետաքրքիր ձևով հոգեբանորեն մանիպուլյացրել են այս հարցը եւ վերցրելով հայկական տարբեր գորգերից կարպետներից զարդանախշեր, իրենք արտադրություն են դրել եւ ներկրում են Հայաստան, դնում որպես վաճառքի հայկական էթնիկ նախշեր։ Բայց ցավոք պետք է նշեմ, որ Թուրանի ծրագրի բոլոր այն երկրները, որոնք համար մեկ գաղափարը Հայաստանի, այսպես ասած, արանքից դուրս հանելն է, իրենք բոլորը իրենց երկրներում օգտագործում են այս կտորները որպես իրենց ազգային մշակույթ։ Հիմա հասկանում եք ինչի հետ գործ ունենք մենք։ Ադրբեջանի թանգարանում ամբողջությամբ այս կտորներից ցուցադրվում է բարձր, չգիտեմ, հատակին փռված է որպես իրենց ազգային նմուշ, առարկա եւ այլն։ Հիմա անդրադառնամ թե ինչն է վտանգավոր այստեղ։ Հայաստանում եւս ամեն քայլափոխի կարող եք տեսնել հյուրատներ, չգիտեմ, ռեստորաններ եւ այլն եւ այլն եւ այլն։ Վտանգը նրանում է կանում, որ օրերից մի օր գալու է, երբ որ իրենց ազգի մշակույթը, չեղած մշակույթը եւ մեր եղած մշակույթը ձուլվելու են միասին եւ սա ներկայացվելու է ոչ թե մեր մշակույթ, այլ ներկայացվելու է իրենց մշակույթ։ Թուրքերը պարզ եւ բացահայտ իրենց էջում դնում են, որ Pinterest ցանկացած որոնում փորձեք անել եւ կտեսնեք, այստեղ ես դրել եմ, իրենք նշել են, որ սա Turkish Ottoman style հասկանում եք ոճը Օսմանյան կայսրությանն է եւ շատ բաներ, որոնք միայն Turkish Kilim Fabric եւ այլ բոլորը բացահայտ ասում են, որ սա թուրքական է։ Ոչ մեկ չի ասում, որ սա հայկական էթնիկ կտոր է։ Եվ սա տարազ չէ, որտեղ հայկական իրականության մեջ եւ Սփյուռքում տարածված է սրան ասել տարազի կտոր։ Հիմա մենք այսօր խոսելու ենք տարազի մասին, որպեսզի հասկանանք տարազը մեկ կտորի պատմություն չէ, որովհետև տարազը դա ամբողջական կտորների համադրության, ասեղնագործության եւ հայկական զարդերի համադրություն է, բնորոշ ամեն տարածաշրջանին։ Այս դեպքում այստեղ աշխատեցնում են նաև հոգեբանական մանիպուլյացիոն կետեր, օրինակ պատկերների մեջ դնելով Արարատը, Գառնին, չգիտեմ, Գեղարդը, տարբեր, օրինակ Արցախի մենք ենք մեր սարեր կամ Ձեդո Բաբո, Պապիկ Տատիկի արձանը, հա։ Եվ այսպես շարունակ թեմաներ, բայց մենք հետաքրքիր է, որ մեր մեջ հոգեբաները նստած է, որ եթե կա Արարատը, ուրեմն դա հայկականն է։ Եկեք ուշադրություն դարձնենք ոչ միայն Արարատին, այլ կողքի զարդանախշերին, որտեղ միայն Արարատով չի սահմանափակում ոչինչ։ Հայկական այբուբենով կտորները, որոնք եւս սրանց մեջ տարածված են, դուք երբևիցե ուշադիր եղել եք, որ տառերի կեսը այլ ձև է գրված եւ հայերեն չեն։ Օրինակ գրեն ոչ թե գրվածը այս ձև, այլ հակառակն է գրված։ Են ճիշտ հակառակն է։ Դա ինչ է նշանակում, որ դա հայկական այբուբեն է, իհարկե ոչ։ Այստեղ շատ թեթև անցումային այսպես գաղափարներ են դրվում, որոնք որ միգուցե մենք ժամանակի ընթացքում չենք զգում, բայց դրանք մեր մշակութային գաղափարի մեջ բերում են վտանգային գաղափարների, որոնք որ հետագայում ձուլման խնդիր են տալու։ Օրինակ Հայաստանում վաճառում էին կոշիկ բերված Թուրքիայից, որի հատակը, ներբանի խաչեր կար, փոքրիկ դրված։ Ու երբ որ դու հատակին քայլում էիր, հատակի վրա տպվում էր խաչ։ Հիմա պատկերացրեք, իրենք քրիստոնեության դարդից չեն մեռել, ես ժողովրդական այսպես ձևով ասեմ։ Իրենք խաչը դրել են կոշիկի տակը, որպես ճխլելու եւ քրիստոնեություն արհամարելու գաղափար։ Հիմա հասկանում եք ինչ է կատարվում, այսինքն սա սիմվոլիկ աշխարհ է, որտեղ պետք է ամեն քայլափոխի հասկանալ եւ հասկանալ թե ինչու են այդ ամենը իրականացնում։ Հետևաբար հորդորս այս կտորները որպես հայկական նմուշներ պարզապես մի կիրառեք, եթե ունեք տանը, ուղակի դեն նետեք, որովհետև դուք դրանով մեր մշակույթին վնասում եք։ Ասենք հայկականին, հիմա ուշադրություն դարձրեք սրան, գունային բազային ամբողջական, որտեղ գունային բազան, կոմպոզիցիան, բոլոր լուծումները փոփոխված են, եւ հաջորդիվ հայկական իրական կարպետներից եւ գորգից հանված նմուշներ։
Արդյոք նման են գույնով, արդյոք նման են կոմպոզիցիայով, ինչ կապ ունեն այնտեղի գույները, հաջորդականությունը, որևիցե կապ եւ աղերս այնտեղ չունեն։ Միայն եզրագիծն եք դուք տեսնում նախշի, իսկ ես ասացի, որ ես միայն իմ կաղապարով վահե լինել չեմ կարող։ Հետաբար եզրագիծը առանց գույնի եւ կոմպոզիցիայի հայկական իր էթնիկությունը կորցնում է, որտեվ այս նույն եզրանախշերը գոյություն ունեն նախշեր, որոնք որ համամարտկային նախշեր են, եւ այդ համամարտկային նախշերից ունեն նաեւ մեքսիկները, հնդիկները, տարբեր այլ արևելյան ազգեր, բայց դրա էթնիկությունը, այսինքն պատկանելիությունը որոշում է գույնի եւ կոմպոզիցիայի ճիշտ եւ ճիշտ լուծումները։ Կարծում եմ պարզ բացատրեցի, թե այստեղ ինչն էր խնդիրը։ Հիմա անցում անենք այն կտորներին, որոնք տպագրվում էին, արտադրվում էին արդեն ճիշտ տարբերակով։ Սրանք ճիշտ տարբերակներն են, ցավոք այս արտադրությունը դադարեցվեց եւ այլևս այս արտադրությունը չկա։ Հայաստանում միայն տպագրովի կտորներ են, տպագրական եղանակով, որոնք փոխարինող կարող են ծառայել իրական այդ կտորների դեմ։ Հիմա անցնենք բուն տարազներին։ Ուրեմն տարազախմբերը դրանք որոշակի արեալներ, տարածաշրջաններ ենթադրող տարազախմբեր են, այսինքն խումբ, որի մեջ ներառում է որոշակի գյուղեր, համայնքներ, քաղաքներ, հա, եւ իրենք բնորոշ են իրենց ասեղնագործական, ձևացկաբանական եւ այլ լուծումներով, զարդահամալիրներով։ Այս տարազախումբը կոչվում է Սյունիք Արցախյան տարազախումբ, ինչու, որովհետև բնորոշ է Սյունիքի մարզին եւ Արցախին։ Նույն ձևվածքը, հագուստի նույն գոտին, նույն զարդերը, գունային նույն հաջորդականությունը պահպանվում է եւ Սյունիքում եւ Արցախյան տարբերակում։ Ուրեմն առաջին տարբերակում դուք տեսնում եք կանաչ ու կարմիրը, սա կարևոր նշանակություն ունի, որովհետև ինչու է կանաչ ու կարմիրը ընդհանրապես որպես խորհրդանիշ հանդես գալիս այս դեպքում։ Կանաչ ու կարմիրը կապեմ արտահայտությունը նշանակում է բարեմաղթանք, լավ բարեմաղթանք, երբ որ դու ուզում ես ինչ-որ մեկին ասել, որ ուզում եմ, որ դու ամուսնանաս, ընտանիք կազմես, ասում են քո կանաչ ու կարմիրը կապեմ։ Հիշեք նաև հարսանիքի ժամանակ կոզբանդը, այն որ խաչաձև փեսայի վրա կապում են ու սկապ այլ կերպ, կարմիր եւ կանաչ ժապավեններ, սա եւս հարսի եւ փեսայի պաշտպանության գաղափարն է, իմաստնավորում են փեսայի, որովհետեւ կանաչ ու կարմիրը դա արյան խորհրդանիշն է, կանաչը բուսականության։ Այս երկուսի միքսը տալիս է կյանք։ Հետևաբար կանաչ ու կարմիր հարտահայտությունը նաև օրինակ Արցախում ընդունված էր, ասում են քո կանաչ ու կարմիր օր ունենաս, այսինքն ուրախ ու լավ օր ունենաս։ Մի արտահայտություն եւս կա, ասում էր ուրեմն սև գա բան թուրքի գլխին կարմիր ու կանաչ իմ աղբոր գլխին արտահայտությունը, այսինքն այստեղ տեսեք էլի թշնամանքի գաղափարն է դրված, որտեղ սևը ընդունվում է սքո վատ գույն եւ մաղթում է թշնամուն, իսկ կանաչ ու կարմիրը որպես բարեմաղթանք իր եղբորը։ Սա տեղային ավանդույթի համաձայն։ Կենտրոնական հատվածի տարազը, որ դուք տեսնում եք, սա Արցախյան Շուշիի կոնկրետ տարազն է։ Շուշիի տարազը մի փոքր տարբերվում է իր ուրեմն ձեռքերի ձևացկաբանական լուծմամբ, կրկնակ թևքերով է այս տարբերակում, եւ մյուս հագուստը, որ տեսնում եք, դա Սյունիքից տարբերակ է։ Ուրեմն գունային բազան փոխվում էր հետևյալ ձևով։ Հիմնականում ավելի շատ դեպի մուգ հագնում էին տարիքային բարձր ավելի շեմ ունեցող մարդիկ, ովքեր որ տատիկները, հա, ովքեր որ այրիացել էին, օրինակ, կամ պարզապես տարիքով մեծ էին։ Հագուստի վառ գույնը փոխարինվում էր ավելի մուգ գույնով, օրինակ մանուշակագույն, շագանակագույն մուգ եւ այլն։ Իսկ կանաչ ու կարմիրը ավելի երիտասարդների, որովհետեւ կանաչը եւ կարմիրը դրանք պտղաբերման գույներ էին։ Այսինքն հավատում էին, որ եթե հագնեն այդ գույնի հագուստներ, իրենց ընտանեկան պտղաբերությունը ավելի բարձր կլինի։ Վան Վասպուրական։ Տեսեք, հայկական լեռնաշխար եւ հայկական լեռնաշխարի քաղաքներ ու գյուղեր, ամեն գյուղի տարած տարբերվում է մեկը մյուսից։ Կտրուկ փոփոխություն Սյունիք Արցախյան արևելյան Հայաստանի տարածքից գնում ենք դեպի արևմտյան Հայաստան եւ տեսնում ենք այստեղ յուրահատուկ գոգնոցով եւ գծավոր կտորով յուրահատուկ Վան Վասպուրականի տարածներ, այս գծավոր զոլավոր կտորը կոչվում է Մանուսա կտոր։ Բնորոշ է Վան Վասպուրականի տարածաշրջանին, նաեւ այսպիսի կտորներ օգտագործում էր հատկապես գծավոր տարբերակներ Տարոն Տուրուբերանի, այսինքն Սասունի շրջանին, Մուշի շրջանին բնորոշ տարբերակներում, հա։ Իդեպ ես արմատներով սասունցի եմ, սասունցիներ կան։
Այո, կան Դոնիկն ալցայնը թողան է։ Հաստատ Իմ ես եւ Դոնիգը անկյան Իmal, որ գա։ imal vormat med im vormat Myers ասունցիեր։ Ուրախ եմ շատ։ Շարունակենք։ Ուրեմն Վանեցի գոգնոցի ալգա այս տարազները։ կներեք։ Վանեցի ալգա ագասեմ այս տարազները։ Այո, սա Վանի տարազն է եւ ուրախ եմ դուք Վանեցի եք։ Վանի տարազների բնորոշ տարբերակում մենք տեսնում ենք գոգնոց, որը ասեղնագործ է ամբողջությամբ, խաչկար ասեղնագործյան տեսակով է հիմնականում զարդաձևում եւ յուրահատուկ նախշային համակարգով։ Ընդհանրապես գոգնոց կրում էին ամուսնացյալ կանայք, որովհետև գոգնոցը ցույցի չէր, որ կինը ամուսնացած է։ Ընդհանրապես տարազի միջոցով եւ հագուստի միջոցով մենք կարողանում ենք ցույց տալ մեր հասարակարգում զբաղեցրած դիրքը, ամուսնացյալ կամ ոչ ամուսնացյալ լինելը, բայց դուք հիմա առօրյա հագուստով չեք կարող գուշակել արդյոք դիմացի կինը կամ տղամարդը ամուսնացած է, թե ոչ, եթե օրինակ մատանի չունի կամ օրինակ կինը ֆիզիկապես հղի վիճակում չի, հա, այլ կերպ հնարավոր չի իմանալ այդ կինը ամուսնացած է, թե ոչ։ Բայց նախկինում տարազի միջոցով դուք կարող եք հեշտությամբ հասկանալ, արդյոք կինը աղջիկը նշանված է, ամուսնացած է, հարուստ ընտանիքից է, թե ոչ։ Հիմա քիչ հետո ես արդեն ըստ կետերի ձեզ կցույց տամ, որով կարելի է հասկանալ այդ ամեն ինչը։ Կոնկրետ այս դեպքում գոգնոցը ցույց է տալիս, որ սա ամուսնացած կնոջ հագուստ է։ Ինչու, որովհետև գոգնոցը պետք է փակեր որովայնը, կոնկրետ զավակատունը նույն ինքը արգանդը, որովհետև սաղմ այնտեղ պետք է զարգանար, այսինքն ի պաշտպանություն նոր սերնդի գոգնոցը շրջափակում էր եւ փակում էր ասեղնագործությամբ որովայնի հատվածը, պահպանելով չարից։ Սա ըստ տեղային հավատալիքների իհարկե։ Արարատյան տարազախում սա ներառում է ուրեմն Երևանի Էջմիածնի եւ Արարատյան դաշտի հարակից շրջանները, մասնավորապես այստեղ ցուցադրված է Երևանի մեծահարուստ տիկնոջ հագուստ, կենտրոնում այդ հագուստի տակի, այսինքն շրջազգեստն է, առանց քուրք, վերնազգեստ քուրքի, եւ տեսնում ենք երրորդ հատվածում տեսնում ենք ասեղնագործ մի զգեստ, որը Երևանի հարսի տարազն է։ 19-րդ դարում հարսանեկան տարազներից այն միակը, որ կարելի էր տեսնել սպիտակ տարբերակով, որտեղ հայկական իրականության մեջ մենք գիտենք, որ հայկական հարսանեկան զգեստները սպիտակ չեն եղել։ Դրանք եղել են հիմնականում տեղային հագուստներ, այսինքն դուք տեսաք Վանի տարազը, Արցախի տարազը, պարզապես հարսանիքի օրը դրանք ավելի էին ճոխ զարդարվում, զարդերով, ասեղնագործությամբ եւ դրվում էր կրկնակ քող, կանաչ ու կարմիր քողեր, որովհետեւ այս քողը ոչ միայն հնազանդության նշան էր, այլ նաեւ թշնամու աչքից պահելու միջոց էր, որտեվ գիտեք, որ տարածաշրջաններ կար, որտեղ բազմեթնիկ էին, այսինքն հայերի հետ միասին ապրում էին թուրքեր, քրդեր, այլ ազգեր, որոնք կարող էին եւ հաճախ հայտնի դեպքեր կան, երբ որ հայ գեղեցիկ աղջիկներին փախցնում էին։ Հետո հարսանիքի ժամանակ եւս եւ դրա համար է որ հարսի դեմքը միշտ քողարկվում է, բացի դրանից հարսանեկան թափորի մեջ մենք տեսնում ենք նաեւ պահապան անձեր, օրինակ Ազաբի թուրը, հա, որը ձեռքին միշտ պահում է, նախկինում այդ թուրը այդպես ուղակի սիմվոլիկ չի պահվել, դա եղել է հարսի եփեսայի պաշտպանության համար։ Օրինակ մուսալերցիները մի պար ունեն, կոչվում է Չալմադանգի, այս պարը եւս պարում էին հարսանիքի հարսի եփեսայի դիմացից, որովհետեւ պարի ընթացքում դանակներով, դաշույններով պարը սա, եթե հարկ լիներ, որ օրինակ թշնամին մտներ հարսանիքի վայր, իրենք կարողանային դա պարից վերածել դեպի պաշտպանության, այսպիսի գաղափար կա հարսանեկան կոնցեպտում եւս։ Հիմա առաջ գնանք։ Մի փոքր պատմեմ Սեմայի գաղափարի մասին, որտեղից է գալիս Սեման։ Սեման հայկական բրենդ է, իմ բրենդի մասին է մի փոքր ձեզ պատմում եւ ցույց եմ տալու այն տարազները ու հագուստները, որոնք վերականգնվել են պարախմբերի, հարսանեկան պատվերների եւ իհարկե հայկական պարախմբերի համար։ Նախ անունը, որտեղից Սեման։ Սեման սկզբից իմ ծածկանունն էր, ես նաեւ փոքրիկ իրապատումներ էի գրում, հետո իհարկե մասնագիտական տեսանկյունից որոշեցի, որ պետք է Սեմա բրենդ բացել, քանի որ ես ասացի, որ ես արմատներով Սասունցի եմ, Սասունի Սեմալ գյուղից են իմ պապերը եկել եւ Սեմալ Սիմ կամ Սեմ Լեռան անունն եմ վերցրել եւ այս պահին իմ բրենդի անվանումը հենց այդտեղից է գալիս։
Լոգոն տարբերանշանը որպես այդպիսին ներկայացնում է Շուշան ծաղիկ, Շուշան ծաղիկը դա կյանքի եւ վերաստեղծման գաղափարն է, որտեղ երկու արական եւ իքական ծաղիկներ միանում են, վերևում բողբոջ է, այսինքն նոր կյանքի արմատական սկիզբ է այստեղ դրվում։ Հիմա տարազներ, որոնք վերականգնել եմ եւ ստեղծել եմ ես իմ թիմի հետ միասին, սա Զեյթունի կնոջ տարազն է, ամբողջովին ստեղծված հենց պատվեր էր Ամերիկայի եկեղեցիներից մեկի թանգանում է ցուցադրվում այս պահին եւ ստեղծվել է հենց Առաքել Պատրիկի մեզ փոխանցած էսքիզի հիման վրա ամբողջությամբ ձեռքի աշխատանք է հավաքված եւ կրծքային հատվածում եթե տեսնեք երկու մեծ կոճակի նման այսպես դետալներ են դրանք եւս մենք վերականգնել ենք արծաթից այսինքն պատրաստի նմուշ չի եղել դա Սա Զեյթունի տարազ։ Սա Տիգրանակերտի տարազի վերականգնում է, որը ասեմ, որ գնալու է Նիդերլանդներ հարսանեկան արողակարգի համար հարսն ու փեսան հայ են եւ իրենց արմատները Տիգրանակերտից են հետաբար ես խորհուրդ տվեցի վերականգնել Տիգրանակերտի տարազը ու մենք ստացանք վերջնարդյունք այսպիսի գեղեցիկ ու շքեղ հագուստ հարսի համար եւ փեսայի համար այսպիսի գեղեցիկ զգեստ որը իհարկե դեպի Ալեքսանդրապոլի տարած տանող զգեստ է, հա Տիգրանակերտը հարսնացուի արմատներն էր իսկ մենք ընտրեցինք որ Ալեքսանդրապոլին պետք է փեսայի համար լինի Սա Երևանի հարսի մեծահարուստ կնոջ այն հագուստն է, որը ես ձեզ ցույց տվեցի պատմության թանգանի նմուշ օրինակով։ Ես սա կրկնօրինակել եմ Խաչատուր Աբովյանի տուն թանգանի համար, մեկին մեկ ինչ որ կա այնտեղ, եթե այցելեք Խաչատուր Աբովյանի տուն թանգան, այնտեղ կտեսնեք այս տարազը ցուցադրված։ Իմացեք, որ հեղինակ ես եմ։ Այս հագուստի մասին է գնում խոսքը, առաջինը բնօրինակ նմուշն է, երկրորդը կրկնօրինակել եմ ես եւ երրորդն էլ Հայաստանի Երևանի պատմության թանգանի նմուշն է։ Այս գեստի հետ կապված կա շատ մի հետաքրքիր պատմություն, ուրեմն պատմությունը հետևյալն է, որ Ռեգինա Ղազարյանը, չգիտեմ ովքեր են ծանոթ թե ոչ այս կնոջ անվանմանը, Եղիշե Չարենցի ամենամտերիմ անձանցից մեկն է եղել Ռեգինա Ղազարյանը եւ մի պատմություն կա, երբ որ Չարենցը բանտում է լինում, Ռեգինա Ղազարյանը այն կինն է, ով որ կարողանում է պահպանել Չարենցի ձեռագրերը, որովհետև մի երեկո Չարենցը զգում էր արդեն իր մոտալուտ մահը եւ այն վտանգը, որը որ պետք է իրեն վրա հասներ, իր վերնաշապիկի վրա քիմիական մատիտով գրություն է գրում եւ իր ուղարկում է տուն, որպես կինը հագուստը լվացնի։ Երբ որ կինը թրջում է հագուստը, տեսնում է, որ քիմիական մատիտը ակտիվանում է եւ գրություն է տեսնում, Ռեգինային կանչում է ու տեսնում են, որ վրան գրված է, որ իմ ձեռագրերը թաքցրեք, որովհետեւ վտանգ կա։ Ռեգինան այդ գիշերը ամբողջ իր ժողովածուն այն, որոնք որ չէր տպագրվել, հավաքում է, դնում է մի սնդուկի մեջ եւ տանում է մի նկուղում թաղելու։ Ու այդպես երկար տարիներ թաղված է մնում այդ նմուշները, միջև որ Չարենցի մահվանից հետո արգելքը վերածվում է Չարենցի անունը տալու, որտեղ գիտեք սովետական տարիներին արգելք կար շատ գրողների մասին խոսել, բարձրաձայնել եւ այլն, երբ որ հասկանում է, որ արդեն վտանգն անցել է, Ռեգինան հանում է այդ թղթերը եւ դրանք տպագրվում է։ Այսօր շատ անտիպ նյութեր, որոնք որ Չարենցի գործերից պահպանվել են Ռեգինայի շնորհիվ, որտեղ ինքը կարողացել է պահպանել այդ նյութը։ Ռեգինան ինչ կապ ունի այս պատմության եւ տարազի հետ։ Ռեգինան պատմել է այս պատմությունը Երևանի պատմության թանգանին եւ պատմությունը հետեւյալն է։ Ուրեմն մեծահարուստ մի տիկին Շամիրամ Խորասանյանը, վաճառական Խորասանյանի կինը, իր եղբոր համար հեղափոխական ինչ որ նկարտումներից ելնելով եղբորը ձերբակալել էին եւ մեկնում է Ռուսաստան, որպիսի խնդրի եղբոր ոնց որ ասած համար, որպիսի չաքսորեն եւ այլն, գնում է Մարիա Ֆյոդորովնայի կայսեր մոտ, որը Ռոմանովների կայսերական, այսպես ասած, տոհմից էր։ Խնդրում եւ այն զգեստով, որով որ դուք տեսնում եք պատկերում Երևանի տարազով Մարիա Ֆյոդորովնան տեսեք ինչքան շքեղ է հագնված եւ ամենահայտնի այսպես տարազով է ներկանում ֆրանսիական ոճին էր ծանոթ նաեւ ինքը որպես իշխանուհի երբ որ տեսնում ես գեստը Շամիրամ Խորասանյանի հիանում է այդ հայկական տարազով եւ խնդրում է որ իրեն էլ ուղարկեն այդ տարազից Շամիրամ Խորասանյանը երբ որ հետ է վերադառնում ուրեմն Հայաստան ուղարկում է այդ նույն տարազից նաեւ Մարիա Ֆյոդորովնային իհարկե ադամանդե քարերով զարդարված տարբերակով
Սա էսպիսի մի պատմություն, թե ինչքան բարձր են գնահատում հայկական տարազը այլ ազգիները։ Մադամ Շանտրի այցելությունը, օրինակ, երբ որ այցելել էր Ջավախք, իր հիշողություններում ֆրանսիացի կինո, որ մոդայի այս կարկառուն դեմքերից մեկն էր եւ հասկանում էր մոդայից նորաձևությունից, այնպիսի նկարագրություն է տալիս Ախալցխայի եւ Ջավախքի հագուստների վերաբերյալ, որ դու պատկերացնում ես դրա հարստության ու դրա գաղափարի ու հայկական տարազի յուրօրինակության հետ կապված։ Հարց կա։ Ինչ որ հարց ունենք։ Չէ, միայն կարծեմ ընկերուհիս էլա եթե գրնակ մարել ցայնը, Չեմ մարած։ չէ, շնորհակալ կտանք, այո, շարունակենք։ Սա ուրեմն կրկին իմ վերականգնված տարազներից է, նորից Խաչատուր Աբովյանի տուն թանգանի համար է վերականգնվել։ Սա եւս բարձր հայքի տարազախմբից է, պարախմբի համար է վերականգնվել ամբողջովին։ Սա Արցախի տարազի է վերականգնված կրկին։ Ուրեմն հաջորդիվ հարսանեկան զգեստ հայկական զարդամոտիվով կիրառված տարբերակով ժամանակակից լուծում, որի մեջ կա հայկական ասեղնագործություն եւ հայկական խորհրդանիշներ։ Սա փոքրիկ աղջնակի զգեստ է, որը ամբողջովին հայկական ժանյակով է ստեղծված, հայկական ձեռքի ժանյակի օգնությամբ, որովհետեւ իրենց արմատները դեպի Կարս, Էրզրում գնացող եւ բարձր հայկին բնորոշ տարբերակ էր։ Ես առաջարկեցի, որ ունենանք այսպիսի հետաքրքիր համադրություն։ Ուրեմն սա հեթանոսական Հայաստանին բնորոշ հունահռոմեական ոճի մեջ եւ հայկական որոշակի ոճայնությամբ հագուստ է ստեղծված։ Ուրեմն սա ժամանակակից հագուստ է շատախի ծամթելերով եւ հայկական զարդամոտիվով, որը կենաց ծառի խորհուրդն է դրված թևի մեջ։ Սրանք պարախմբերի համար արված էսքիզներ են, որոնք ուրեմն որոշները տարազ են, որոշները բեմական հագուստ։ Սրանք օրինակ բեմական հագուստներ են, աջ կողմինը կոնկրետ Կիլիկիային բնորոշ տարբերակով է ստեղծվել։ Հիմա դուք տեսնեք նաև Կիլիկիայի պատրաստի կարված նմուշը։ Սա Կիլիկիա է։ Ուրեմն կրծքի հատվածում Թորոս Ռոսլինի մանրանկարչությունից է էսքիզավորման մեջ վերցված, թագը կեռան թագուհու թագն է էլի մանրանկարչությունից վերցված եւ ստացվել է բեմական այսպիսի գեղեցիկ ու շքեղ հագուստ։ Եվ սկսենք իհարկե անդրադարձ արդեն կոնկրետ բարձր հայքի տարազախմբին։ Բարձր հայքի տարազախումբը մասնավորապես ներկայացում էր հիմնականում Թավիշի համադրությամբ, հա, եւ մենք գիտենք, որ նկարչության մեջ կարմիր եւ կապույտ գույները համարվում են ոչ այդքան համադրելի գույներ, բայց եթե դուք տեսնում եք ինչպիսի շքեղությամբ է համադրությունը կազմված կարմիրի, կապույտի եւ ոսկե գույնի, զարմանալիորեն այնպիսի ճաշակ են ունեցել հայ կանայք, ովքեր կրթված չեն եղել որպես դիզայներ, հա, ձևարար, չգիտեմ, այնպիսի մասնագիտություն չեն ունեցել։ Հասարակ կանայք, ովքեր սիրում էին ասեղնագործել, սիրում էին ստեղծագործել եւ իրենց արեստը փոխանցել սերնդեսերունդ։ Սա այդ դեպքերից մեկն է, երբ որ մենք հայկական տարազի մասին խոսում ենք եւ դրա յուրահատկությունն ենք կարողանում ցույց տալ։ Ուրեմն տեսնում եք, կազմված է վերնահագուստից, սա նկարներն են գունավոր տարազի տարբերակում, թե ինչպես են իրենք ամբողջականորեն կրել հագուստը, հա։ Տեսեք, այստեղ ուրեմն հագուստի վերևի հատվածում դուք տեսնում եք սրտանոցը, որի մասին անդրադառնալու եմ, գոգնոցը, գլխահարդարանքները եւ ամբողջական հագուստը, վերնահագուստ, ներքնահագուստ, այս ամբողջը կազմում է տարազ։ Այսինքն այն կտորին, որ մենք ասում ենք տարազի կտոր, պարզ է, որ դա տարազի կտոր չի կարող լինել, որովհետև մեզ մոտ հայկական իրականության մեջ տարազը ստեղծվում է այս քանի համադրությամբ, այսինքն ամբողջականորեն կտորների համադրություն, զարդամոտիվներ եւ գաղափարական այն ամբողջ հանգուցալուծումը, որ կրում է ամեն տարածաշրջան իր տարածքին համեմատական։ Սա ուրեմն կրկին բարձր հայք է, այսինքն նույն տարածաշրջանի մեջ, պարզապես Ախալցխայի տարածաշրջանի հագուստ եք դուք տեսնում, բայց մեծահարուստ կնոջ հագուստ, որը տարբերվում է իր ասեղնագործությամբ, կանաչ թավիշի վրա արված ասեղնագործություն է, կրկին ոսկե թելով, իդեպ ասեմ, որ այս ասեղնագործությունը պարտադիր արվում էր իրական ոսկե թելով, եւ ասեղնագործողները մեծ իմաստամբ տղամարդիկ էին, ինչու, որովհետեւ այն ոսկու իրական ձուլակտորից էր թելը քաշվում, այսինքն կոճի թելի բարակությամբ եւ դրանից մի փոքր հաստ թել էին ստանում, որից հետո զարդանախշը ամբողջությամբ կարողանում էին հավաքել։ Այստեղ ձեզ ցույց կտամ
Ուրեմն մի պատկեր, որտեղ տեսնում եք թևքերից կախված է ավելորդ կտորի հատված, որը թաշկինակ թեզանիքի տարբերակով է, սա միայն կարող են իրենց թույլ տալ հարուստ կանայք, որովհետև թեզանիքները, կտորները ընդհանրապես որպես այդպիսին, այն ժամանակ կտորի սղություն կար եւ տարազներն էլ ձևում էին ոչ այսօրվա հագուստների մոտիվներով եւ ձևման կանոններով, որովհետև ամեն կտորի սանտիմետր կարևոր էր, հա, կտորի ավել ծախս չանելու համար։ Իսկ եթե թաշկինակ էին իրենց թույլ տալիս ձեռքերից այդպես արկախ ունենալ որպես թեզանիկ, այդ նշանակում է, որ իրենք բավական հարուստ ընտանիքից էին։ Եվ կարևոր նախապայման է օրինակ վերնազգեստի վրա կատարվող ասեղնագործություն, որը կրկին ամբողջությամբ ձեռքով էր արվում, բուսանախշային հիմքով եւ ոսկեթելի համադրությամբ։ Այս ասեղնագործության տեսակը կոչվում է ոսկեթել քուղակար ասեղնագործություն։ Քուղը դա նույն թելն է, հա։ Այստեղ ուրեմն ձեզ ցույց տամ նաև վերնազգեստի վրայից հագնվող բաճկոններ, որոնք կոչվում են այլ կերպ սալթաներ։ Սրանք կրում էին հիմնականում դուրսը, երբ որ ցուրտ էր կամ մի փոքր բարենպաստ չէր եղանակը, եւ վրայից կրում էին կրկին ոսկեթել քուղակար ասեղնագործությամբ ամբողջովին զարդարված։ Այնինչ դուք տեսնում եք բոլորովին կատարված է ձեռքի օգնությամբ։ Ուրեմն գլխարդարանքին անդրադառնանք, այստեղ դուք տեսնում եք կնոջ գլխարդարանք, որը շատ հետաքրքիր լուծմամբ է, անդրադառնամ մանրամասն, դուք տեսնում եք այստեղ կենտրոնում մի փոքրիկ մետաղադրամ կա, բոլորից առանձին, որտեղ ճակատին ջուղթ շերիտ կա, որը կրկնակ ճակտաշարանն է, այսինքն մետաղադրամների շարանը, կենտրոնի մեծ այդ մետաղադրամը կոչվում է մահմուդիա, եւ սա ոսկուց մեծ հնգանոց մետաղադրամ էր, որը միայն կարող էին իրենց թույլ տալ մեծահարուստ կանայք, էլի կրկին դասային ցուցիչ է։ Հիշեցիք, որ տարազը նաև դասային ցուցիչ է եւ հասարակարգում կարող եք հասկանալ կինը հարուստ ընտանիքից է թե ոչ։ Ուրեմն շերիտի մասին արդեն ասեցի, դա շարանն է ջուղթ շերիտ տարբերակով եւ այնտեղ կա պաճախլի տարբերակ, որը դուք տեսնում եք իհարկե, այդ պաճախլին կախված մետաղադրամներ, որը հարսանոցից էր կախվում, հարսանոցը այդ մարգարտաշարերն են կողքի, հա, որին այլ կերպ նաև զիլիվլղ են անվանում, հարսանոց ինչու, որովհետև հարս դառնալուց հետո են միայն այդ քունքազարդերը աջ եւ ձախ մասերից մարգարտաշարերով կախում։ Եվ սա չարխափանության համակարգ էր, այսինքն շարժման ընթացքում չարին վանելու համար էր, որտեղ մետաղադրամները շարժվում էին եւ իրենք գիտեին, որ այդ մետաղադրամների շխշխկոցից, հա, չարը վանվում է եւ իրենց վնաս հասցնել չի կարող։ Ընդհանրապես հայկական հագուստում եւ հայկական տարազում զարդերը ասեղնագործությունը չէր արվում էսթետիկայից ելնելով։ Էսթետիկան մղվում է երկրորդ պլան, այսինքն երկրորդային պլան է մղվում։ Առաջինը զարդարվածության միջոցով կրողի մարմինը պաշտպանելն է, որովհետև ասեղնագործությունը կատարվում էր հատուկ կետերում, այսինքն թևքաբերաններն էր դա, օձիքի հատվածը, կրծքի, թիկունքի, այն հատվածները, որտեղից կարող էր չարը խոցել, այսինքն մարդուն, դա էր պատճառը, որ ասեղնագործվում էր եւ շղթաաձև փակվում էր ամբողջ համակարգը, որպեսզի չկարողանար չարը որևիցե ձերով ներազդել մարդու կրողի վրա, հա։ Ուրեմն այստեղ գլխարդարանքի տարբերակ եք դուք կրկին տեսնում, սա ջուղթ շերիտն է, ճակատի մետաղադրամների շարանը, սա հայկական ժանյակ է, որը վարդ թանթանայի վրա է հավաքում, ճակատի այդ ամբողջական ծաղկաշղթան կոչվում է վարդ թանթանա, եւ յուրահատուկ մի աշխատանք է կատարված հայկական ժանյակ ասեղնագործությամբ, ասեղի ծայրով նրբությամբ հավաքվում է ամեն մի թերթիկ ծաղիկի, եթե դուք տեսնեք մեծությունը, մասշտաբայնությունը, կտեսնեք այստեղ եղունգի մեծությունը եւ ծաղիկի մեծությունը, այդքան փոքր տարբերակով են միշտ հավաքում ժանյակի տարբերակներում, լավ։ Եվ մի գլխարդարանքի լրացուցիչ մաս, որը կոչվում է fescule, հիմա բացեմ բառի ծագումը, թե որտեղից է գալիս, face-ը դա ձեզ հայտնի գլխարկն է կարմիր, որը
հայտնի է ձեզ երիտթուրքերի Օսմանյան տերության եւ այլնի ժամանակաշրջանում, անգամ հայերի որոշ տարածաշրջանում, օրինակ Այնթափի շրջանում, Մեջլիսում նաեւ падգամավորների մեծամասնությունը, հարուստ առևտրականները նաեւ կրում էին այդ ֆես գլխարկը, բայց իրականում ֆեսի ծագումը ոչ թե թուրքական է, այլ պատմությունը մեզ տանում է դեպի Բյուզանդիա, նախահիմքը Բյուզանդիան է, հետո արմատապես տեղափոխվում է դեպի Մարոկոյի Ֆես քաղաք, որտեղից գալիս է գլխարկի Ֆեսի անվանումը, եւ հետո այնտեղից ներկրվում էր դեպի Թուրքիա։ Հետո երբ որ Թուրքիայում ուրեմն սկզբից տյուրբան գլխարկներ էին կրում, այսինքն Փաթաթովի այդ չալմաներն էին կրում, հետո Մահմուդ չորրորդի ժամանակ, երբ որ փոփոխություն եղավ եւ եղավ գլխարկների հեղափոխությունը, այսինքն կներեք, ֆեսը եկավ մեջտեղ, սկսեցին տյուրբաները փոխանել գլանաձև ֆեսերով, հետո իհարկե Աթաթուրքի ժամանակ եղավ գլխարկների հեղափոխություն եւ իրենք մերժեցին ֆես կիրառելու գաղափարը, ինչու, որովհետեւ ֆեսը հիշեցնում էր նախորդ քաղաքական իշխանությանը։ Հետեւաբար ֆեսը փոխարինվեց եվրոպական գլխարկներով եւ Աթաթուրքի ժամանակ արդեն սկսեցին կրել ցիլոներ, այդ ասած գլխարկները, լայնեզր գլխարկներ եւ այլն եւ այլն։ Հիմա այդ ֆեսի մասին էր պատմությունը, որովհետեւ հասկանաք ֆես գլխարկը ինչ է։ Ֆես գլխարկը կրում էին ուրեմն հայկական իրականության մեջ բարձր հայկի տարածախմբում եւ որպես այդպեսին լինում էր կարմիր թաղիքից կամ մահուդից պատրաստված գլխաթասակ եւ այսպես պոչիկի հատված, որը գագաթի կենտրոնից էր իջնում դեպի կրծքի հատված։ Այս պոչի նշանակությունը ըստ ազգագրագետ Վարդ Բդոյանի այսպես է մեկնաբանում, որ սա կապվում էր Անահիտ Աստվածուհու պաշտամունքի հետ։ Ինչու, որտեվ Անահիտ Աստվածուհուն զոհաբերում էին երիտասարդ երինջներ, հա, այսինքն հորթեր, որպես ի պաշտամունք Անահիտ Աստվածուհու, եւ այս պոչիկի հատվածը հիշեցնում է այդ երինջների պոչը, այսինքն կենթանական, այսպես ասած, պաշտամունքից է այս ամեն ինչը գալիս։ Իսկ ինչու կնոջ գլխարդարանքի մեջ, որովհետեւ կինը Անահիտ Աստվածուհին, հիշեք, մայրության եւ պտղաբերության Աստվածուհին էր։ Կինը այս դեպքում կրկին պտղաբերության կենտրոն է։ Հետեւաբար հեթանոսական ժամանակաշրջաններից աստվածությունից ելնելով այս ավանդույթը պահպանվել է մինչև 18-19-րդ դար, 20-րդ դարի սկզբեր հայ կնոջ տարածահամալիրում որպես պտղաբերության պաշտամունքի գաղափար դրվել է իր գլխարդարանքի մեջ։ Կարծում եմ հետաքրքիր է այս հատվածը։ Ուրեմն սրտանոցի մասին։ Շատ հետաքրքրական, այո, այո։ Մերսի, սրտանոցի մասին խոսեմ, սրտանոց կամ կրծկալ, սա կրծկալի նախատիպ է, կնոջ կուրծքը միշտ պետք է փակ լիներ, սա բարոյականության ցուցիչ էր եւ եթե ուշադրություն դարձնեք, ասեղնագործ է, որովհետեւ համարում էին, որ այս ասեղնագործ հատվածով կնոջ կուրծքը պետք է չարից պահպանվի։ Հատկապես ես ասացի, որ ամուսնացած կանայք էին նմանատիպ դետալներ կրում, հետաբար ամուսնացած կինը երեխա ուներ եւ կրծքով էր կերակրում։ Եվ հաճախ ասում էին կրծքի կաթը չորացավ, կտրվեց, որտեվ չարն է վնասել եւ այլն, հետաբար այս զարդանախշման մոտիվը փրկում էր չարից կնոջ կրծքի կաթի չորանալը եւ ըստ հավատալիքների այս ասեղնագործությանը շատ հաճախ անվանում էին նաեւ որպես այդպիսին թակարդ, որովհետեւ հավատում էին, որ այս ասեղնագործության մեջ չարը մտնելով իր ճանապարհը կորցնելու է, մոռանալու է թե ինչի համար էր եկել։ Սա է պատճառը, որ սա պաշտպան եւ թակարդ էր համարվում կնոջ կրծքի դեպքում։ Սա գոգնոցի աջ եւ ձախ հատվածների նշանախշ է, անմիջապես պտղաբերության խորհրդով է օգտագործվում եւ այնտեղ տեսնում եք մեջը գրված է տառ։ Տարբեր տառեր են լինում, սա ասեմ ինչ նշանակություն ունի։ Այս տառի նշանակությունը հետեւյալն է։ Ուրեմն հարսի ազգանվան առաջին եւ անվան առաջին տառերն էր դրվում։ Տեսեք, կրկին մակագրություն է, ձեր հարցին եմ անդրադառնում, ովքեր ասացին արդյոք եղել են մակագրություններ թե ոչ։ Այո, մակագրում էին որպես անձի պատկանելիության գաղափար եւ հարսը իր անձնական հագուստի վրա ունենում էր նմանատիպ ֆիքսված տառային, այսպես ասած, կետեր, հա։ Որպես այդպիսին նշանախշը կամ բադամը, այսպես ասեմ, նուշը ծլած տարբերակով է, որովհետև ինքը սերմի գաղափարն է, որից նոր կյանք է ստեղծվում, որտեղ ամուսնացած կինը պետք է զավակ տար, պտուղ պետք է տար։
Սա գոգնոց է նորից բարձր հայկի տարածաշրջանից, այն քողակար ասեղնագործությունը, որի մասին ես ձեզ պատմում էի, բավական հետաքրքիր տարբերակով դուք տեսնում եք քողակար ասեղնագործություն արված տարբեր նյութերով, այսինքն տարբեր մետաղական համադրությամբ, թելային համադրությամբ, ժամանակակից վերականգնված նմուշի տարբերակով, հիմնականում բուսական տարբերակներով են արվում։ Եկեք խոտոր ջրին չանդրադառնամ, որտեղ ժամանակը կսպառվի ու չենք հասցնի ամբողջությամբ։ Լավ, անդրադառնամ ես նաև մակագիր գոտիներին, անդրադառնալով կրկին ձեր հարցին, այս գոտիները կոչվում են ընծայագիր մակագիր գոտիներ։ Սա տրվում էր հարսներին հարսանիքի օրը, գործում էր բազմազավակ կնոջ կողմից, ով որ շատ երեխաներ ուներ, հավատալով, որ այդ բազմազավակությունը եւ պտղաբերությունը պետք է փոխանցի նոր հարսին, որպեսզի նա էլ լինի պտղատու եւ բազմազավակ, գոտու վրա գրվում էր հատուկ գրություն։ Այս գոտիները կոչվում են ի վայելումն, այսինքն ով որ կապի, թող վայելի, հա, ի վայելումն կապողի նշվում էր տարեթիվը ամուսնության, վայրը եւ նշվում էր հարսի անունը, ասենք գրվում էր ի վայելումն կապողի 1889 անի քաղաք օրինակ կամ բարձր հայք, չգիտեմ, այնտեղ կարող էր նշվել, չգիտեմ, Էրզրում, Կարին եւ այլն, որտեղ որ ամուսնանում էին եւ գրվեր հարսնացուի անունը, այսինքն անի, այս ձևով էր արվում մակագրությունը։ Դրա վրա նաև տեսնում եք տարբեր պատկերներ, այս պատկերները կենաց ծառի խորհրդաբանություն են, հայկական եկեղեցու թմբուկի վեղարի վերին հատված խաչով տարբերակով, հաճախ լինում են նաև մկրատ, տարբեր գործիքներ, որոնք ցույց էին տալիս կրկին պատկանելիությունը կամ որոշակի առարկական նշանակություն, կենաց ծառը կոնկրետ ցույց էր տալիս կյանքի հարատևության, պտղաբերության եւ շարունակականության գաղափարը։ Եվ գոտին դա լիներ մետաղական, դա լիներ մետաքսահյուսածո կամ թելահյուսածո, որևիցե թելահյուսածո տարբերակ, ինքը նախատեսված էր որովայնի ամբողջական կլոր շրջափակմանը, որովհետև այստեղ զավակատունը պետք է միշտ պահպանված լիներ որպես այդպիսին։ Սա է պատճառը, որ մենք գոտին պարտադիր կապում ենք հարսանիքի օրը եւ մի ավանդույթ կար, որ Քավորի կողմից էր կապվում երկաթյա մետաղական քյամար գոտին, եւ եթե այդ քյամար գոտին պատահմամբ հարսանիքի օրը օրինակ անջատվեր հարսի վրայից ընկնել օրինակ, համարում էին, որ Հաներ ունիմ դալիք եկա։ Հոմին կատի կներեք Շատ կներեք, ներողություն, ձեր ցայնը անչադեցեք, խնդրեմ։ Անոնք, որոնք շատ կխնդրեմ, եթե հարցում չունիք, ձեր ցայնը անչադեցեք։ Oğul balgınlar bu hayvan içinde hem maskara. շարունակեմ Կարելի է ներողություն հերացայնի վրա անոր գա կխնդրեմ, որ ձեր ցայնը անչադեք։ Շնորհակալ եմ։ Եվ այստեղ կարևոր էր հատկապես կրկին պաշտպանության գաղափարը, եւ եթե հարսանիքի օրը օրինակ անջատվում էր գոտին հարսի վրայից, համարում էին, որ հարսանիքը կամ բարի վերջաբան չի ունենա կամ օրինակ հարսը կլինի անպտուղ։ Այսքան կարևորություն էին տալիս այդ մետաղական շրջանաձև գոտու պաշտպանությանը։ Ինչու, որովհետեւ կարևոր է հայկական չարխափան պարերն էլ օրինակ շուրջ փակ տարբերակով են, կլոր շրջանով են, հա, ասում են կլոր շրջան են կազմում, որպեսզի չարի մուտքը արգելակեն։ Նույնն էլ գոտին է շրջանաձև ամբողջովին կարողանում էր որովայնը պաշտպանելու գաղափար իրականացնել։ Այստեղ տեսնում եք դուք գոտին գործելու Գներեք։ Մի հատ հարց կարող եմ տալ։ Իհարկե։ Ուրեմն ուզում ես մետաղական կոդի կամ ընդհանրապես այս ոսկու մանրանկարներով, որ ասենք կրծքավանդակների վրան ասենք անում են, ինքը ավելի ասենք հավատքի հետ կապված է, որ չարից կպահպանի կամ քանի որ իրանք այն ժամանակ են քաղաքակրթությունները այն ժամանակ արդեն գիտեին, որ ասենք մետաղը ինչպես ասենք էներգիաների թեմ Այո, հասկանում եմ չեք ասում։ Հա, այն ժամանակ գիտեին իրանք, որ ասենք մետաղը գոքնի իրանց այդ բանը այդ էներգիաներից պաշտպանելու կամ ավելի հավատքի հետ է կապված։ Տեսեք, իրականում այստեղ հետաքրքիր մի բան ասեմ, շատ հաճախ հավատալիքը գալիս հասնում է իրականությանը եւ գիտությանը։ Եվ որ մենք հաշվի ենք առնում շատ բաներ, որոնք որ իրականացնել են մեր պապերը ու տատերը, դրան չտալով բացատրություն։ Իրենք, չգիտեմ, դեղեր են ստեղծել օգտագործել, ինչ որ իրեր, առարկաներով ծեսեր են արել, որոնց բացատրություն չեն տվել։ Բայց երբ որ դու
մեր ժամանակներում փորձում ես հետ գնալ եւ հասկանալ այդ ծեսի իմաստը, նյութերի կիրառությունը, դու հասկանում ես, որ ենթագիտակցորեն կամ անգիտակցորեն իրենք արել են մի բան, որի մեջ կա իրականություն։ Այսինքն անկախ նրանից ինչքան որ ազդող էր հավատալիքը, ինչքան որ ներազդու էր այստեղ կրոնը եւ այլն, հավատքը չարի նկատմամբ եւ այլի նկատմամբ, միևնույն է դրա հիմքում նաեւ որոշակի գիտական բաներ կան, որոնք որ այս պահին կարելի է իրենց բացահայտել։ Այո, կան որոշները, որոնք սնահավատության մեջ են եզրափակվում ընդամենը, որովհետեւ այդպիսին է եւ այդպես էր պետք անել, բայց կար բաներ, որոնք իրականում հավատալիքից դուրս իրական ազդեցություն ունեցող կիրառական բաներ են։ Օրինակ նույն մետաղը, հա, գիտենք բոլորս, որ մետաղը էներգիա կլանող կամ, չգիտեմ, առանձին բարի մաքուր էներգիաներ վերցնող այսպիսի բաներ կա։ Ինչ մետաղ էին կրում հայերը, արծաթ եւ ոսկի։ Ամենաազնիվ մետաղները, մենք գիտենք, որ օրինակ արծաթյա բաժակով նախկինում թագավորները կամ այլ իշխաններ իրենց սպասքը արծաթից էր, որտեղ թույները եւ այլն չեզոքացնում արծաթը, հետեաբար տեսեք, իրենք գիտեին դրա մասին եւ փաստացիորեն արծաթյա էր իրենց ամանները, հետեաբար տեսեք, շատ բաներ կա, որոնք բացահայտ արվում էր տալով դրան պատասխան, բաներ կար, որոնք արվում էր ենթագիտակցորեն, որի հիմքում կար որոշակի նախահիմքային սկզբունք։ Շնորհակալ եմ։ Այստեղ դուք տեսնում եք ժամանակակից մեր օրերում գործվող գոտու տարբերակ, բավական շատ բարդ աշխատանք է, իմ ընկերուհիներից Արմինեն Աթոյան, ժողովարդպետ, ով որ գործում է այս գոտին, շատ դժվար աշխատանք է, այսպիսի գոտի ստանալու համար բավական երկար ժամանակ է տևում աշխատանքը եւ ամբողջական թել առ թել կարողանում են հավաքել ու ստանալ ի վայելում գոտի։ Անդրադառնամ թևնոցներին, այս թևնոցները կոչվում են բիլազուկ կամ խալխալ, Գյումրիի բնորոշ Ալեքսանդրապոլին բնորոշ թևնոցներ եւ ընդհանրապես բարձր հայկին բնորոշ թևնոցներ, որոնք երկու զույգով էին տալիս հարսին, եթե երկու ձեռքերին այդպիսի բիլազուկ, այսինքն ապարանջան կար, ուրեմն նշանակում էր որ կինը ամուսնացած է եւ սա շատ հաճախ նվեր էր տրվում օրինակ կիսուրի կողմից կատակով հաճախ ասում էին այն հարսին որ շատ էր սիրում իր թևնոցները նվեր էր տալիս ուրեմն այդ հարսին էր փոխանցում, հա մի հետաքրքիր պատմություն եւս կապված այս թևնոցների հետ, ուրեմն նմանատիպ թևնոցներ նույն ֆորմայով Ջավախքից տեղափոխվել է Շառլ Ազնավուրի տատիկին է պատկանում այդ թևնոցները, այժմ պահվում է Լուսիկ Ագուլեցու տուն թանգանում, եթե այցելեք այնտեղ կտեսնեք այսպիսի թևնոցներ, որոնք Ջավախքից են եկել, այսինքն նույն տարածախմբին են պատկանել այդ ամենը։ Սրանք կոչվում են էհրամ ծածկոցներ, երբ որ դուրս էին գալիս կանայք եկեղեցի գնալու կամ դուրս որևէ տեղ գնալու, օրինակ գնումներ անելու եւ այլնի, շուկա եւ այլն իրենց ամբողջությամբ հագուստը ծածկում էին այս էհրամ ծածկոցների միջոցով, հիշենք, որ սա կապ չունի հիջաբների եւ այլ արևելյան կոնտեքստ կրող կտորների հետ, պարզապես սա կնոջ ամբողջական արթուզարդը եւ ոսկեղենից ծածկելու գաղափարը ունի, որովհետև օտար տղամարդիկ զավթողները շատ էին, հետեաբար իրենք պետք է ինչ-որ ձև քողարկվելու միջոց ունենային հասարակության մեջ լինելու եւ պաշտպանված զգալու համար։ Սրանք կոչվում է երսանք կամ նալիք լողանալու համար նախատեսված են, եթե ուշադիր նայեք, տակը փոքրիկ կամրջակ կա, նախկինում հասարակական բաղնիքներում լողանալու ժամանակ, օրինակ Պեպո ֆիլմը երևի թե բոլորը տեսել եք, որտեղ բաղնիքում հասարակական լողանում են 30-40 կին եւ ավելի եւ այդ ջրի հոսքը այնքան է բարձրանում, որ ոտքերին է դիպչում, հա, հետեաբար որպեսզի կեղտաջրերը ոտքերին չդիպչեր, այդպիսի կամրջակ էին անում, տակից ջուրը հոսում էր եւ իրենց ոտքը մնում էր բարձրության վրա ու չէր կեղտոտվում։ Սա նախատեսված է բաղնիքի որպես նալիք տարբերակով եւ իրենք լինում են տարբեր նյութերից, լինում էր փայտ, կաշի համադրությամբ, արծաթ, փայտ համադրությամբ եւ ամբողջական օրինակ կարող եք նաեւ արծաթ կամ սադափի այսպես համադրություններ տեսնել։ Սա լուսանկարներ են Ալեքսանդրապոլից, ընտանեկան լուսանկարներ, տղամարդկանց լուսանկար, որտեղ տեսնում ենք ամբողջական համազգեստ տարբերակը։ Տղայի ելակ է, որը բաճկոն է անթև տարբերակով, ամբողջովին կրկին ասեղնագործված կրծքային հատված է եւ թիկունքի հատված է։ Թիկունքը կրկին պաշտպանության գաղափարով է եւ կրկին եթե տեսնում եք կենաց ծառի
ամբողջական խորհրդաբանություն է դրված թիկունքին չարից պաշտպանության հիմքով։ Հիմա դուք այստեղ ուշադրություն դարձրեք տղամարդու գլխարկին եւ գոտուն։ Ինչպես կինը ուներ իր հագուստի համար կարևոր թիրախային կետեր, այսինքն պաշտպանվելու համար, այնպես էլ տղամարդը ուներ այդ երկու կարևորագույն կետերը, դա գոտին էր եւ գլխարկը։ Տղամարդու պատիվը անմիջապես ասոցացվում էր եւ ամուսնացյալ լինելը գոտու եւ գլխարկի հետ։ Եթե գլխարկը օրինակ գետին էին գցում, ասում էին պատիվը գետնով տվեց, հա, արտահայտություններ, որոնք որ կապվում էին դրա հետ, կամ գոտին անմիջապես տղայից դեպի հասուն տղամարդու անցման գաղափարն էր ցույց տալիս ամուսնացած լինելը։ Հաճախ գոտիները նաև ունենում էին պահատուփեր, այսինքն այս գոտին, որ դուք տեսնում եք, կոչվում է թամբաձև գոտի, որտեղ ինքը ձյու թամբի նման է, եթե ուշադրություն դարձնեք շրջված տարբերակով, այստեղ իր վրա կա կափարիչ, որը բացում են եւ դրա մեջ պահում էին թութուն կամ բուրնութի։ Բուրնութին դա քթախոտն է, որը քաշում էին քիթը, տատիկները եւ պապիկները շատ էին դա անում, փռշտում էին եւ համարում էին, որ սա առողջարար, այսպես ասած, գաղափար է։ Հիմա էլ կա այն անանուխի ինչ որ բալզամներ եւ այլն, որ մենք շնչառությունը բացելու համար օգտագործում ենք, իրենք բնական կաթվախոտի փոշին էին օգտագործում այդ երևույթը իրականացնելու համար։ Ուրեմն տղամարդու քաղաքային վերնահագուստը Ալեքսանդրապոլի տարբերակում եւ կողքին կրկին արխիվային լուսանկար եք դուք տեսնում։ Այստեղ ուզում եմ խոսել նաեւ տղամարդկանց հագուստը ինչու շուտ փոխվեց, այսինքն ինչու տեղային տարազը դարձավ ավելի շուտ եվրոպական, քան կնոջը, որտեղ տղամարդիկ գնում էին արտասահման Եվրոպա ուսանելու եւ առևտրական տարբեր գործունեություն ծավալելու, հետաբար իրենց հետ նաեւ բերում էին կոստյում, փողկապ եւ այլն, եւ իրենք ավելի շուտ սկսեցին փոխել իրենց հագուստը ավանդական տարազից անցում կատարելով դեպի եվրոպական հագուստի, բայց իրենք անշեղորեն պահեցին գլխարկը եւ գոտին, եթե ուշադրություն դարձնեք այստեղ հագուստի մեջ տղան հագած է կոստյում, բայց գոտին եւ գլխարկը պարտադիր իր գլխին կա։ Տղամարդիկ ընդհանրապես գլխարկը իրենց գլխից հանում էին 3 անգամ, մեկը երբ որ պետք է մտնեին եկեղեցի որպես հարգանքի նշան, մյուսը թաղման ժամանակ որպես սգո նշան գլխից հանում էին եւ երրորդը կատակ է, բայց այսպես են ասում Ալեքսանդրապոլում, Գյումրիում կոնկրետ, ասում են երբ որ տղամարդը շատ էր օղի խմում եւ հարբենում էր, երկու ֆայտոն, այսինքն ձիակառք էր կանչում, առաջինի մեջ դնում էր իր գլխարկը, երկրորդի մեջ ինքն էր նստում, որպեսզի խմած ժամանակ հանկարծ գլխից չընկնի, պատիվը գետնով չտրվի, առաջին կառքը գնում հասնում էր տուն, կինը վերցնում էր գլխարկը եւ հասկանում էր, որ իր կինը արբեցած տուն է գալիս։ Սա էլ էսի արադարձ դրան։ Գյումրի գլխարկը կոչվում է շապխ, դա ռուսերենից բառ է, թարգմանաբար չէ, վերափոխված տարբերակով, ռուսերենում շապկա է, գլխարկին շապկա են ասում, արագախոսության եւ բարբառային կոնտեքստի հարմարվածության արդյունքում դարել է շապխ, այ ավանդական այս տղամարդու գլխարկը կոչվում է շապխ, Գյումրի ամենահայտնի գլխարկն է։ Եվ կինը ինչու մնաց պահպանողական, որովհետև կինը տանն էր, ավանդույթների պահպանողը, կրողը եւ ինքը միջև վերջ, անգամ եթե եվրոպական հագուստով է, մենք տեսնում ենք ֆոտոներ, որտեղ եվրոպական հագուստով է, միևնույն է կնոջ գլխարդարանքը իր համեստության, խոհեմության հետ միասին պահպանվում է, անգամ եթե համազգեստը կամ այդ ամբողջական զգեստը փոխանում է եվրոպական ձևացքով զգեստների։ Սա իմ Facebook-յան եւ Instagram-յան էջերն են, դուք կարող եք միանալ իմ երկու էջերին, երկու էջերով էլ մշտապես լինում են տարբեր գրառումներ հայկական տարազի, հայկական խորհրդանիշների, տոների, ծեսերի եւ ազգային խոհանոցի մասին, հետաբար միշտ ակտիվ դուք միացած կլինեք այն գաղափարներին ու այն կարևոր մտքերին, որոնք որ տալիս է հայկական իրականությունն ու հայկական մշակույթը։ Կարող եք, չգիտեմ, հիմա ֆոտո անել կամ պահել հետա միանալու համար։ Եվ ես ավարտեցի իմ ելույթը, հիմա ձեր հարցերն եմ ուզում պատասխանել, չգիտեմ ինչքան ժամանակ ունենք, ժողովուրդ, հանկարծ չանջատվի, ձեր հարցերը կիսած չմնա։ Մենք նախ անչափ շնորհակալություն սիրելի Վահե Քոթանյան, իսկապես կարծեմ բոլորս այնքան հմայված ենք եւ այնքան ավելի հետաքրքրված այս ամբողջ մշակութային հարստության
իսկապես ժառանգորդները մենք պիտի լանք, չէ՞, ի վերջո, մենք պիտի շարունակենք, մենք պետք է սորվենք, մենք պետք է հասկանանք, թե ուրգեգ ու քան այս խորհրդանիշերը։ Այնպես մը չէ, որ պատահական գրնանք փամը գախել հակոստիմը վրա եւ այդպես հանգարց տարած մեջտեղ գալ։ Ուրեմն իսկապես խիստ շահեկան էր այս ներկայացումը։ Մենք մեր ժամը ավարտեցինք, բայց եթե գա հարցում, անշուշտ եթե Ես ձեր իրով ժամանակը կպատասխանեմ, կներեք, եթե հարց կա։ այո, Թամար, Ռամն Ես հարց ներողություն։ Ուրեմն ես ամենուն ցերկերը չեմ տեսներ, ուղղակի Թամար Շահինյան, հետո գներեք չեմ Նայիրի Նայիրի, Նայիրի շատ լավ Նայիրի։ Նայիրի Այո։ Ուրեմն ես Թամարն եմ, նախ հարցումս հարցնեմ։ Նախ շատ Բարի։ ողջունելի էր, ինչպես որ Թամար Դոնավեդյանը ասավ, շահեգան տասախոսությունը որ դվիկ, այդքան դեղեցություն փոխանցեցիք, որ այսին մենք ալ մայված էինք։ Ինձ համար ամենեն կարևորը այս բոլոր դեղեցությունները, որ դուք փոխանցեցիք, մենք ինչպես կրնանք ներգա ժամանակներուն մեջ իքորց տնել, այսինքն լա նորացևություններու մեջ, լա հարսանեկան արարողությունները, որ գնենք, ինչու չէ այդ կոդիները բավական պատմություն են, բայց որքանով այս բոլորը պիտի փոխանտրենք մեր նոր ժամանակներու մեջ, ինչպիսի աշխատանք կդարվի այդ ուղղությամբ։ Տիկին Թամար, ուրեմն ձեր հարցին պատասխանեմ։ Մի կարևոր նախապայման ներկայացնեմ, ես պատմեցի ձեզ Սեմայի մասին եւ Սեման ասացի, որ երեկոյան զգեստների, հարսանեկան զգեստների եւ ամբողջական համալիր պարային խմբերի դեպքում աշխատում է։ Հետաբար իմ բրենդի օրինակով կարող եմ բերել, որ այս հագուստները մասնավորապես այս պահին արդիական են եւ մարդիկ ցանկանում են կրել ազգայինը, թեկուզ փոքրիկ դետալով, փոքրիկ ասեղնագործությամբ, միևնույն է մարդիկ կարողանում են դա անել, այսինքն հիմա կա այդ արդիականությունը, որ հարսանեկան զգեստների մեծամասնությունը հարսանեկան պարերի ժամանակ հայկական տարազներ են ընտրում, հայկական տարազներ են կարում, օրինակ ես ձեզ ցույց տվեցի տարազ Տիգրանակերտից, որը գնալու է Նիդերլանդներ, մեր հայուհի աղջիկը ամուսնանալու է եւ իր հարսանեկան տարազը դա է լինելու, այսինքն եթե Նիդերլանդներից պատվիրել են եւ այդ հագուստը իրենք ուզում են հարսանիքի օրը կրել, ուրեմն դա նշանակում է, որ նաև Հայաստանում է արդիական դա եւ մեծ ուրախությամբ կարող եմ փաստել, որ հիմա հայկականին իրականում շատ տեղ են տալիս։ Սա գալիս է մասնավորապես պատերազմից հետո, որովհետեւ պատերազմը փոխում է մարդկային հոգեբանությունը։ Եթե մինչ այդ մենք օրինակ քիչ թե շատ էին կարևորում հայկական ազգային մշակույթը, պատերազմը ստիպեց մեզ լավ իմաստով ստիպեց մեզ մեր մշակույթին կարճած մնալ եւ քայլել մեր արմատ, որովհետեւ մենք մեր վստահությունը եւ մեր պաշտպանվածությունը միևնույն է զգում ենք մեր արմատում եւ երբ որ վտանգի մեջ ենք գտնվում, միշտ հասկանում ենք, որ կարևոր կետ է ունենալ մի տաք տեղ, հա, մի օրորոց, որտեղ կարելի է գտնել քո մշակույթը։ Դրա համար պատերազմից հետո բավական լավ տարբերակով, իհարկե ցավոք պատերազմը մեր երկրում շատ բաներ փոխեց, մարդկային զոհեր, որը ամենակարևորն է այս պահին, հա, որ ես կուզենամ նշել, չհաշվելով մնացած ինչ որ կատարվել է, միևնույն է մենք մի կարևոր փաստ արձանագրենք, որ պատերազմից հետո մենք սկսեցինք հասկանալ, որ մեր մշակույթը մեր միակ փրկությունն է եւ այն ճանապարհը մեր արմատից կառչել ու հավատարիմ մնալը։ Այնպես որ այս պահին արդիականությունը ամեն դեպքում պահպանվում է։ Լսում եմ ձեզ Նայիրի ջան։ Նախ շնորհակալություն, շատ հետաքրքրական էր։ Սլայդները երբ որ գցուցադրեիք, դարազներու նախշերը որ գնայի, Այո։ գուզեի քիդնալ եթե թարերու ընթացքին մույս մշակույթներ թրքական Օսման եւ այլն ասեցություն ունեցած են նախշերում, այսին որովհետեւ դարազներ կան, որոնք գրեթե նույնը մնացած են, բայց նախշերը բավական փոփոխություններ կային, կամ բավական նախշեր կային, որոնք մի քիչ արաբականի նման էին ինձ համար գոնե, կամ ուզում եմ նայել որքան են ազդվել նախշերի որքան փոփոխություն են գրել նախշերը։ Տեսեք, հավանաբար հարցը ծագել է նրանից, որ ես ձեզ ցույց տվեցի այն նշանախշի պատկերը, որովհետև արևելքին բնորոշ նախշ է,
որին այլ կերպ հիմա ամբողջ աշխարհը հայտնի է որպես թուրքական վարունգ, այսպես են իրեն ասում, որպես այդպիսին, այդ նախշին, չնայած որ ինքը նշանախշ է, եւ հնդիկները ունեն նշանախշը, եւ պարսիկները, եւ արևելքում է օգտագործում, եւ հայերի տարազում, եւ հիմա նաեւ թուրքերը։ Կարևոր է հասկանալ, ես հիշում եք, որ ասացի եզրագծից ելնելով, մենք չենք որոշում, թե ինչ ազգի է պատկանում նախշը։ Հայկական նշանախշերը իրենք ունեն լրիվ ուրիշ կառուցվածք, չնայած նրան, որ նույն ֆունկցիոնալ եւ ֆիզիկական ձևային եզրային տարբերակն է, բայց միևնույն է, իրենք օրինակ բուսանախշային լուծմամբ են առանձնանում հայկական նշանախշերը։ Պարսկական նշանախշերը ավելի երկարաձգված են, ունեն կեռ գլխային համակարգ, հա, դա մի քիչ մասնագիտական է, դրա համար ուղղակի այսպես վիզուալով կարող է բոլորին թվա, որ նախշը բոլորի համար նույնն է, արևելքինն է եւ այլն, բոլոր նախշերը նույնն են, իրականում շատ նյուանսային անցումներ կան, անգամ գունային համադրություններ, որ մասնագիտական աչքով երբ որ ես նայում եմ, կարող եմ ասել սա պարսկական է, սա թուրքական է, սա հայկական է եւ այլն եւ այլն։ Իհարկե ազդեցություններ եւ մենք ենք կրել եւ իրենք են մեզանից կրել, որովհետեւ այն մշակույթը, որը ունի ազդեցություններ, կենսունակ չի կարող մնալ, այսինքն այդ փոփոխությունները եթե հավասարակշռված դաշտում են լինում, դա մշակույթի համար ճշգրիտ է եւ օրինաչափ է։ Չեմ ասում նրա մասին, որ ամբողջովին փոխես, ասես վայ մեր մշակույթը նոր է։ Ոչ, այդպես չէ։ Որոշակի կետեր կան, որոնք որ անընդհատ թարմացման, գաղափարապես լուծման, ձևաչքային առանձնահատկության բաներ կան, բայց կան բաներ, որոնք որ մենք կարող ենք փաստել, որ սա հայկական է եւ օրինակ մեզանից են վերցրել, կամ սա այսինչ ազդեցությունն է, մենք ենք սրանից վերցրել, հա։ Այնպես որ այդտեղ որևիցե փակելու կամ բաց չխոսելու բան չկա, որովհետև մշակույթները առանց փոխազդեցությունների պարզապես գոյատևել եւ ապրել չեն կարող։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը Տիկին Նայիրի, դուք տվեք, դուք շուտ եք ձեր բարձրացրել, հետո պարոն Նշանին կլսեմ։ Շատ սիրով նախ իսկապես սրտանց կուզեմ շնորհակալություն հայտնել ձեր այս համաբարփակ դասախոսության համար, որովհետև այնքան թյուրըմբռնելի եւ օրինակներով խոսեցաք, որ իսկապես ինձ զարմացուց։ Ես ըլլալով ռադիոյի հաղորդավար, ռադիոգայանի հաղորդավար, ինձ շատ կհետաքրքրեր այս նյութը, սակայն ավելի մտահոգ եմ, որ այսօր մեր մասնագետներում մեջ չեմ տեսներ համասկայնի բարախումբեր, ղեկավարողներ, բարուսույցներ, որոնց համար շատ ոչ միայն գենսական էր, որովհետեւ այսօր մասնակցեին, Ես ուրախ կլինեի, որ տեսնեի։ այո, այս տարազներում մասին բացատրությունները, որտեղ ինչ կվերապերի ծևերուն, քույներուն եւ յուրաքանչյուրին իմաստը եւ այլն, եւ նամանավանդ այն նաշխերը, որոնք թրքական եւ հայկական հայտնի չէ, այսինքն ով որ մե արած է, բայց շատ հստակ է։ Հայկականն է արածեն եւ գործեն մեզի որպես իրենց ներկայացնել, որտեղ շատ մբարախումբերու ելույթներու ժամանակ կտեսնենք այդպիսի կդորներով պատրաստված հագուստներ։ Հետևաբար պետք է բարուսույցներ ավելի ըսկուշ լան։ Ես դարազներու դիզայնը գնեմ, համասկայնի դարազներուն դիզայնը ես գնեմ։ Այո, ճիշտ։ Ադորամալ ներկայի։ Ուրախ եմ շատ։ Շնորհակալ եմ շատ։ Այսօր հետևաբար իրենց ուշադրության կհանձնեմ։ Բարի, շնորհակալ եմ շատ։ Նայիրի ջան, դուք եք զբաղվում տարազները ոնց հասկացա։ Ես չեմ զբաղվում, չէ։ Չէ, այստեղ մի Նայիրի է։ Այո, մյուս Նայիրի։ Բեյրութի, Լիբանանի համազգայինի բարախումբների տարազներ ես եմ զբաղվում, այո։ Շատ բարի, ես ուրախ եմ, որ դուք այսօր ներկա եք, որովհետև կարծում եմ բավական հետաքրքիր դասախոսություն էր եւ ձեզ հատկապես ձեր պարագայում, երբ որ մեծ անհրաժեշտություն կա հագուստ նախագծելուց եւ նյութ ստանալուց օգտվելու հետ կապված, այնպես որ կարող եք հանգիստ դիմել, եթե կարիք լինի, օգնելու եւ այլնի հետ կապված, կարող եք կապի մեջ լինել, սիրով ձեզ կօգնեմ։ Շատ շնորհակալ։ Հիմա պարոն Նշան, ձեզ եմ լսում։ Շնորհակալ եմ։ Ես ասեմ, որ ասպիսի դասախոսության ես բնավ ներկա չէի եղած յանքիս մեջ։ Շատ հետաքրքրական։ Ես շոյված եմ։ Խնդրեմ։ Եվ եթե ապրիլին դուք մեզի դասախոսեք
հարավային գիսակունտին եթե դասախոսեք, ես կխոստանամ բարախումբի բոլոր ղեկավարները եւ նույնիսկ բարողները այո, հրավիրել։ Պարոն Նշան, դուք ինձ իմ Facebook-յան կամ Instagram-յան էջին կգրեք, լավ, Կգրեմ։ ապրիլին։ Ես միասին կզրուցենք, կհասկանանք ինչ տարբերակով ենք անում ու կիրականացնենք։ Ես փետրվարին կգրեմ ապրիլի համար։ Շատ բարի։ Լսում եմ ձեզ, Մարի ջան։ Չէ, ներողություն, մեկ-երկու հարցում եմ հարց ունեք, ասեք։ Ասիկ հանգույցներու մասին, մեգուգես եւ երկու հանգույց։ Շատ չի հասկացա ինչպես է մեգուգես հանգույցը, մանավանդ մեգուգեսը։ Տեսեք, հիմա բացատրեմ։ Հայկական գորգը որոշակի կոնցեպտով են ճանաչում, այսինքն զարդանախշերը եթե դնենք մի կողմ, հիմքային տարբերակով հայկական գորգը ճանաչելու ամենաառաջին երկու կոնցեպտը, որ կարելի է հաշվի առնել, դա հայկական հանգույցն է, որին այլ կերպ անվանում են կրկնակ հանգույց։ Ամբողջ աշխարհում գիտեն հայկական հանգույց հասկացողությունը ինչ է իրենից ներկայացնում։ Եվ մեկուկես հանգույցը պարսիկներն են գործում։ Երբ որ գորգը տորքի վրա հավաքված է, գիտեք, որ թելերով հենքի թելերը գցվում է, ճիշտ է։ Ուրեմն գործելու ընթացքում այդ կրկնակ հանգույցի համար տորքից երկու թել առաջ է ձգվում եւ այդ հանգույցը երկու թելի մեջ կրկնակ ուրեմն ծալքով է ստացվում։ Հիմա ես վիզուալ ինչքան էլ բացատրեմ, միգուցե հասկանալի չլինի, որովհետեւ մի անգամ եթե դուք տեսնեք գորգ ոնց են այդ բանով թելը գցում այդ երկու հանգույցի մեջ, հա, ավելի հստակ կերևա ձեզ։ Այն հանգույցը, որը մի հատ պատկեր ստանալու մի պիքսել ստանալու համար, հա, հիմիկվա ժամանակվա լեզվով ասեմ, չէ՞ որ հիմա պատկերները ամեն մեկը մի հատ պիքսելով է ստացվում, մի գույն է։ Հայկական գորգն էլ է այդպես, մի հանգույցը մեկ պիքսել է, այսինքն պատկերները ստացվում են հանգույցների միջոցով։ Հետևաբար այդ հանգույցը կարևոր նախապայման է հայկական գորգը գործելու մեջ։ Այդ հանգույցը դրա մասին էր խոսքը, հայկական հանգույցի։ Եվ երկրորդ տարբերակը ճանաչել հայկական գորգերը դա որդան կարմիրի գույնը ուրեմն անալիզով, այսինքն փորձարկմամբ հաստատելն է։ Եթե որդան կարմիր է, ուրեմն հայկական գորգ է դա, որովհետև որդան կարմիր, գիտեք, էնդեմիկ միջատ է, որը ապրում է Արարատյան դաշտում եւ այնտեղից է, որ հավաքում են եւ դրանից կարմիր ներկ էին ստանում, արևելքի հրաշք էր կոչվում այլ կերպ նաեւ, եւ այդ որդան կարմիրով ձեռագրերն էին կարողանում պատկերել եւ գորգերն էին կարողանում թելերը ներկել, որտեղ հայկական գորգի եւ կարպետների թելերը ամբողջովին ներկվում էր բնական ներկանյութերով։ Հատմարի։ Իսկ հաջող վերագանքնած բառը կորզածեցիք։ Այո։ Վերագանքնելը ինչ նշանակի ասպարակային։ Տեսեք, վերաստեղծման մասին է խոսքը։ Երբ որ կա մի առարկա կամ իր, որը օրինակ մաշվում է, չգիտեմ ինչ որ անցք է բացվում վրան եւ այլն, մենք ասում ենք վերականգնել, այսինքն ռեստավրացիայի մասին է խոսքը։ Ռեստավրացնել, հա։ Վերագանքնեք անիգա, հինը։ Եվ երկու տարբերակ կա, եւ վերականգնում եմ, որտեվ ես նաեւ ունեմ հայկական տարազների հավաքածու, այն ֆեստ փյուսկուլը, որ դուք տեսաք, դա իմ անձնական հավաքածուն է, աճուրդից գնված։ Տարբեր առարկաներ եւ իրեր ես ունեմ գնված հայկական տարազների մասեր, եւ որոնք ընթացքում կարիք է լինում նաեւ վերականգնելու, ռեստավրացնելու։ Եվ կա, որ վերաստեղծվում է եւ վերականգնվում է նոր նմուշներ, ինչպես օրինակ ձեզ ցույց տվեցի Տիգրանակերտի տարազը, Երևանի տարազը եւ այլ տարազներ, որոնք որ իմ բրենդի օգնությամբ վերաստեղծվել են, այսինքն նույն բնօրինակը կար, ստեղծվել է կրկնօրինակ տարբերակը։ Իսկ աս Արաքել Բադրիգի աս գիրքը բանը շատ հիմնական վավերական է։ Իրականում Արաքել Պատրիկի գործը ինչով է շատ կարևոր, որովհետև Արաքել Պատրիկը մեզ տվել է ոչ միայն 18-19-րդ դարի տարազների պատկերները, բնութագրական նկարագրությունը, այլ նաև տվել է դրանից առաջ եկեղեցիների որմնաքանդակների պատկերը, բարձրաքանդակների, չգիտեմ, ձեռագրերում պահպանված տարբեր աղբյուրագիտական հենքերում, որ դարաշրջանում ինչ տարազ են կրել, այսինքն դրանք վերցված եւ նկարագրված են։
որոնք շատ կարևոր մեծ աղբյուր են այս դեպքում եւ առաջին աշխատանքներից մեկը, որ արվել է իր կողմից, այդ մեծ ծավալով եւ պատկերային Առաքել Պատրիկն է։ Իհարկե իրենից առաջ Ղուկաս Ինճինչյանն էր աշխատում, Հացունին էր նաեւ աշխատում, բազմաթիվ տեղեկատվություն է մեզ փոխանցել մեր հայկական տարազի գույների եւ այլնի վերաբերյալ, հետո Առաքել Պատրիկը, Նազիկ Ավագյանն է մեծ աշխատանք տարել հայկական տարազախմբերի տեղաբաշխման, դրանց ամբողջական վերլուծման, Սերիկ Դավթյանը հայկական ասեղնագործության դպրոցների բաշխման, դրանց պատմության եւ այլնի վերաբերյալ ու շատ ականավոր մասնագետներ, ովքեր որ աշխատել են հայկական տարազի լուսաբանման համար։ Արմենուհի Ստեփանյանը, այս պահին հայկական տարազով զբաղվում է նաեւ Տիկին Սվետլանա Պողոսյանը, եւ իհարկե ես այս պահի սերնդում։ Օրիագապ, Լիներ շատ շնորհակալ։ մեկ այլ Ես էլ եմ հարցումի շնորհակալ։ առիթ պիտի դանք, որովհետև արդեն Սպառնում է։ այսօր այնքան հետաքրքրական նյութ է եւ այնքան հրաշալի ներկայացում էր, որ արդեն հակին հարցումներու առիթ տվավ, ինչ որ շատ թրագան երևույթ է, բայց բարձրապես բոլորին ժամանակը հարկելու համար Մարի կարծեմ, չէ՞, Մարի ջան, ձեզ ենք լսում։ Այո, ես դուզեի բարևսել Հունաստանի համասկայնի շրջանային վարչության կողմէ իբր ներգծի ամենայն դեպս որովհետև բարախումբի բարակայի ես ալ ըսկեստերու պատասխանատուն եմ եւ բարող եմ նմանապես եւ որովհետև մեր ելույթներն ալ շատ անգամ իբր հայկական հարսանիքի դեսարանգա ժամանակ բաղ մգար որ կոնեքշնը դուզեի հարցնել Երևանի ըսկեստի վերաբերյալ ջերմակ հակուստը Ինչու ջերմակ է եւ Ինչու է ջերմակ։ Այո։ Ուրեմն տեսեք, այն ժամանակ մասնավորապես 19-րդ դարում, 20-րդ դարասկիզբ բավական դժվար էր գտնել շատ հիմնականում սպիտակ կտորներ եւ իրենք բավական թանկ էին, որովհետեւ սովորական կտորներ չէին դրանք, օրինակ քաթանից չէին կարվում դրանք կամ այլ կտորներից, իրենք ավելի շատ դեպի մետաքս գնացող, ավելի նուրբ կտորներից պետք է լիներ զգեստը։ Իհարկե սպիտակ քաթանից կտորներով ներքնազգեստ, տղամարդկանց վերնաշապիկ եւ այլն կարվում էր։ Խոսքը դրա մասին չի։ Ձեր իմացած սպիտակ հարսանեկան զգեստների պատմությունը սկսվում է Անգլիայի թագուհուց, երբ որ թագուհին որոշեց, որ իր հարսանիքի հագուստը պետք է լինի սպիտակ։ Դրանից հետո ամբողջ աշխարհում տարածվում է սպիտակ հագուստի տենդենսը։ Հիմա հայկական իրականության մեջ, քանի որ Երևան քաղաք է եղել եւ եղել է առևտրական մեծ խոշոր կայան, այստեղ որտեղով անցել են արևելքի, այսպես ասած, տարբեր առևտրական անցուղիներ եւ այլն, կոնկրետ թե ինչու է սպիտակ, որևիցե ձևով մենք նշված չունենք, բայց հաշվի առնելով ժամանակաշրջանը, քաղաքային միջավայրը, առևտրական ճանապարհները եւ մնացած բոլոր կապերը, հավանաբար ժամանակաշրջանը թելադրել է այդ սպիտակ զգեստի կոնցեպտը ունենալ, բայց տեսեք, սպիտակ զգեստ իրենք ստեղծել են, բայց իրենք չեն հեռացել տարազի գաղափարից։ Այսինքն իրենք չեն ստեղծել նոր հարսանեկան ժամանակակից հագուստ, որտեղ Անգլիայի թագուհունը ժամանակակից հագուստ էր հարսանեկան, անգլիական ոճով եւ այլն, բայց հայկականը պահպանելով տարազի տեղային կոնցեպտը, որտեղ այնտեղ սրտանոցի հատվածն է պահպանված, գոտի գոգնոցը եւ այլն, ամբողջ ձևածկաբանությունը պահպանված է, բայց ամեն դեպքում սպիտակի կիրառություն կա։ Սա է պատճառը, որ մենք նշում ենք մինչ այդ սպիտակ զգեստով հարսնացուի տարած մեզ չի հանդիպում, եթե դուք նայեք պատմական լուսանկարները, կտեսնեք, որ օրինակ 1915, 10, 11 թվական եւ այլն, մինչ ցեղասպանություն եւ ցեղասպանությունից հետո, մինչեւ 20 թվական, լուսանկարներում հարսանեկան հագուստով շատ լուսանկարներ կա, որտեղ հարսը սպիտակ հագուստով է, բայց տարած չէ, այլ տեղային հագուստ է, հարսի հագուստ, այն աբյոմ, այսինքն ծավալային ինչ-որ հագուստներ եւ այլն այդ տարբերակով, տարազի մասին չէ խոսքը, դրա համար մենք առանձնացնում ենք տարազ բառը, որ ճիշտ ընկալվի այս դեպքում, սպիտակ հարսանեկան զգեստ, որը տարազի կոնցեպտում է, թե չէ այնց լիքը հարսանեկան նկարներ կգտնեք, որտեղ այդ հարսի զգեստը պահված է սպիտակ է ու մի բան էլ ավելի է։ Okay, շնորհակալ եմ։ Բարի։ Շատ լավ։ Այլ հարց ունենք, ասма վերջին հնարավորություն։
Շատ շնորհակալ ենք դարձյալ սիրելի Վահե, իսկապես այսինքն այն փաստը, որ արդեն իսկ կես ժամ անցած է մեր մեկ ժամվա ներկայացումն, այդ կփաստե, թե որքան հետաքրքրությամբ բոլորս հետևեցանք այս ներկայացումին, շատ շնորհակալ ենք ձեզի առավել եւս հաջողություն կմաղթենք Եվ ասիկա մեր առաջին ներկայացումն է միասին, բայց վերջինը պիտի չլա հաստատ, պիտի լսեք մեզ եւ ուրախ ենք, որ գրծակ ժամանակ տրամադրել համազգայինի ուրեմն այս նախաձեռնության համար, անշուշտ շնորհակալություն բոլոր մասնագետներուն համար եւս Մեր հաջորդ ներկայացումը պիտի լա մարտ 7-ին, ցեզ դերյակ կբահենք նյութի մասին եւ այլ մանրամասնություններու մասին։ Ես էլ եմ ուզում շնորհակալություն Այո։ Կներեք ձեր խոսքը կտրեցի, ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին եւ կարեւոր առաքելություն է փոխանցել ազգային ավանդականը եւ դա պահպանել ամեն դեպքում եւ կարեւոր է իմանալ քո իսկ արմատը ու քո մշակույթը, որովհետեւ եթե դու չգիտես քո մշակույթը, կարծում եմ ոչ մեկ չի գալու քո մշակույթը պահելու, հետեւաբար ծառը իր Արմատով է, որ ուժեղ է, որովհետև ծառի ճյուղերը հենց արմատների շնորհիվ է, որ ապրում են։ Այնպես որ միշտ խոսեք ձեր մշակույթի մասին, միշտ տարածեք դրա մասին, որովհետև բերանացի խոսքը միշտ ականջ է գտնում լսելու համար։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ ենք, շատ հետաքրքրական էր։ Շնորհակալություն։ Մնացեք բարի։ Շնորհակալ ենք։ Ընկերոյիդ համար պիտի հարցնեի, մենք ինչպես կրնանք ներկայացման ռեկորդինգը ստանալ։ Այո, դերյակ կբահենք բոլորդ։ Բոլորդ դերյակ կբահենք, այո։ Տիկին Թավար, մեկ էլ ինձ կասեք, ձայնագրությունը YouTube-ում տեղադրելու եք, թե ներքին ուղարկման համար Սովորաբար ներքին ուղարկման համար, այո։ Որ խնդրեմ ինձ կուղարկեք դուք։ Մեծ սիրով։ Բարի, շնորհակալ եմ անչափ, Շնորհակալ եմ։ Okay.